Միլիոնատերը խոսում էր Աստծո հետ լիակատար զրույցության մեջ կրելով ցավեր, որոնք ոչ ոք երբեք չէր տեսել, մինչ սպասուհու դուրս դիպավ նրա ուսին և փոխեց ամեն ինչ մի պարզ հարցով։ Առանձնատունը վեհորեն կանգնած էր Մաշտոցի պողոտայի բարձունքին, երանում, ինչպես քարե ու լռության մի ամրոց, քաղաքային քաոսի մեջտեղում։ Նրա բարձր պատերը թաքցնում էին այգիներ, որոնք ժամանակին կանաչ էին, իսկ այժմ պատված էին չոր տերներով ու ոլորված ճյուղերով, որոնք այլս չէին ճանաչում խնամքով ձեռքերի հպումը։ Հսկայական պատուհանները, պաշտպանված բորդոգույնի թավշյա ծանր վարագույրներով, հազվադեպ էին թույլ տալիս, որ օրվա լույսը ներթափանցի իրենց հաստ ապակիներից։ Կարծես հենց կառույցն ինքը սովորել էր լուրջ շնչել, գոյություն ունենալ առանց աղմուկի, տարածք զբաղեցնել, աշխարհից թույլտվություն չհարցնելով։ Այդ պատերի ներսում Եղիա Սարգսյանը միայնակ էր քայլում։ Նրա քայլերն արձագանքում էին գլխավոր միջանցքի իտալական մարմարին, մետաղական ու սառը ձայն, որը կրկնվում էր ամեն գիշեր նույն հաջորդականությամբ, նույն ռիթմով, նույն հանդարտությամբ, ինչպես մեկը, ով հետում է անխախտելի ծեսի։ Եղիան 62 տարեկան էր, գունատ մազերը գելով հետ սանրված, լայն ուսեր, որոնք միշտ անթերի կոստյումներ էին կրում, մի կեցվածք, որը երբեք չէր տկարանում։ Նրա արտահայտությունը գրանիտե էր։ Աչքերը, գրեթե շագանակագույն, բացարձակ վերահսկողությունից բացի ոչինչ չէին դրսորում։ Նա կայսրություն էր կառուցել տրանսպորտի լոգիստիկայի ոլորտում, ընդլայնելով իր ընկերությունը Հայաստանի բոլոր մարզերում կուտակելով այնպիսի գումարներ, որոնք մարդկանց մեծամասնությունը նույնիսկ չէր կարող արտասանել։ Բայց ոչ մի բանկային հաշիվ ի զորու չէր լցնել այն դատարկությունը, որը բնակվում էր այդ տան յուրաքանչյուր սենյակում։ Եղիան ժառանգներ չուներ։ Ընկերներ չուներ։ Ոչ ոք չուներ։ Ժամանակ կար, երբ առանձնատունը եռում էր կյանքով։ Նրա կինը Հեղինեն բարձր ծիծաղում էր, երբ ընթրիքներ էր կազմակերպում գործընկերների համար։ Նրա որդին Միքայելը վազվզում էր միջանցքներով, թղթե ինքնաթիռներ բռնած տունը լցնելով աղմուկով ու անկարգությամբ։ Բայց դա առաջ էր։ Նախքան ողբերգությունը, որի մասին նա երբեք բարձրաձայն չէր խոսում։ Նախքան ամեն ինչի փլուզումը։ Հեղինեն ու Միքայելը միասին հեռացան Ավտովթարից Լոռու մարզի վատ նշանավորված ճանապարհներից մեկում, երբ վերադառնում էին հանգստյան օրերի ուղղորությունից։ Եղիան նրանց հետ չէր։ Նա գործնական հանդիպման էր։ Միշտ գործնական հանդիպման էր լինում։ Այդ օրվանից հետո նա կողպեց Միքայելի սենյակը։ Հեղինեի լուսանկարները պահեց դարակում։ Հեռացրեց ընկերներին, օտարացավ հարազատներից, ցավը վերածեց անանցանելի պատի։ Հավատը, որը նախկինում հանգիստ ու բնական մի բան էր, դարձավ նրա միակ խարիսխը։ Բայց դա միայնակ, լուռ, գրեթե գաղտնի հավատ էր։ Ամեն գիշեր, նույն ժամին, Եղիան բարձրանում էր երկրորդ հարկ, մտնում փոքրիկ աշխատասենյակը, որը վերածել էր աղոթատեղի, ծնկի էր գալիս պարզ խորանի առջ, փայտե խաչ, հին աստվածաշունչ, սպիտակ մոմ։ Այնտեղ նա խոսում էր Աստծո հետ։ Ուժ էր խնդրում։ Պատասխաններ էր խնդրում։ Եվ երբեմն, պարզապես լաց էր լինում։ Ոչ ոք չէր կարող ընդհատել նրան։ Երբեք։ Աշխատակիցները դա գիտեին։ Խոհարարուհին, տիկին Իրինան, որ 15 տարի աշխատում էր տանը, նորեկներին հրահանգում էր։ Երեկոյան 7-ից 8 ոչ ոք վեր չի բարձրանում։ Ոչ ոք դուռը չի թակում։ Ոչ ոք աղմուկ չի հանում։ Եթե նրան ինչ-որ բան պետք լինի, ինքը կիջնի։ Բայց երբեք մի խանգարեք։ Կանոնը գրված չէր, բայց օրենք էր։ Եվ դրա առաջացրած վախը բավական էր, բոլոր աշխատողներին այդ սուրբ ժամին երկրորդ հարկից հեռու պահելու համար։ Եղիան դաժան չէր։ Երբեք ձայնը անվերահսկելիորեն չէր բարձրացրել։ Բայց նրա ներկայությունը մի ծանրություն էր կրում, որը խեղդում էր մտերմանալու ցանկացած փորձ։ Նա քաղաքավարի էր, կոռեկտ, բայց հեռու։ Բոլորին վերաբերվում էր սառը հարգանքով, արդար աշխատավարձ էր վճարում, երբեք չէր ուշացնում, երբեք չէր խաբում։ Բայց նա երբեք չէր ժպտում։ Երբեք չէր հարցնում, թե ինչպես է մեկն իսկապես։ Երբեք բավական երկար աչքերի մեջ չէր նայում, կապ ստեղծելու համար։ Նա սովորել էր, որ վստահելը վտանգավոր է։ Նրա սեփական եղբայրները Ռուբենն ու Արտաշեսը տարիներ առաջ փորձել էին խլել նրանից ընկերությունը, կեղծելով փաստաթղթեր, փորձելով ապացուցել, որ նա անկարող է կառավարել գործերը Հեղինեի Միքայելի կորստից հետո։ Փորձը ձախողվեց, բայց դավաճանությունը խորը հետքեր թողեց։ Այդ օրվանից Եղիան այլս ընտանիք չուներ։
Ուներ աշխատողներ, փաստաբաններ, հաշվապահներ։ Բայց ոչ ոք չուներ։ Եվ հենց այսպիսի բացարձակ մեկուսացման պայմաններում հայտնվեց Աղավնի Գասպարյանը։ Երեքշաբթի օրվա անձրոտ ու մռայլ մի կեսօր էր, երբ նա թակեց առանձնատան դարպասը։ Տիկին Իրինան էր, որ պատասխանեց, բացելով կողային դռնակը, գտնելով նիհար մի կնոջ շագանակագույն մազերը անփույթ հավաքած, հագուստը պարզ ու մաքուր, բայց տեսանելիորեն մաշված ժամանակից։ Աղավնին 34 տարեկան էր, բայց թվում էր, թե մի ամբողջ կյանքի հոգնածություն է կրում իր կորացած ուսերին։ Նրա կողքին, ամուր բռնած նրա ձեռքից, մի փոքրիկ աղջիկ էր կանգնած, մեծ, մուգ աչքերով, որ լուռ դիտում էր ամեն ինչ։ «Բար ձեզ», ասաց Աղավնին, դողացող, բայց հաստատուն ձայնով։ «Ես լսել եմ, որ տանը մաքրության կարգուկանոնի համար օգնողի կարիք կա։ Եկել եմ իմ աշխատանքն առաջարկելու»։ Տիկին Իրինան վարանեց։ «Ո՞վ է ձեզ դա ասել»։ «Մի ծանոթ, որ աշխատում է Հարան տանը»։ Նա նշեց, որ պարոն Սարգսյանը վստահելի մեկին է փնտրում։ Սուտ չէր։ Եղիան խնդրել էր տիկին Իրինային գտնել մեկին, որը կխնամեր գրադարանը երկրորդ հարկի սենյակները, տարածքներ, որոնց նա հազվադեպ էր թույլ տալիս դիպչել։ Բայց տեսնելով անձրից թրջված կնոջը, երեխայի ուղեկցությամբ, տիկին Իրինան սրտում սեղմում զգաց։ «Իսկ աղջնակը», հարցրեց նա։ «Դուստրս է։ Նարեն։ Նա չի խանգարի։ Խոստանում եմ։ Նա շատ հանգիստ է։ Նույնիսկ չեք նկատի, որ այստեղ է»։ Տիկին Իրինան նայեց աղջնակին։ Նարեն 6 տարեկան էր, ուղիղ, մուգ մազերը թափվում էին ուսերին, նա հայացքը չէր շեղում։ Այդ աչքերում մի բան կար, որ անհանգստացնում էր։ Դա մարտահրավեր չէր։ Խորություն էր։ Կարծես այդ երեխան շատ ավելին էր տեսնում, քան պետք էր։ «Այստեղ սպասեք», ասաց տիկին Իրինան, փակելով դռնակը։ Նա բարձրացավ Եղիայի աշխատասենյակ, որը սովորականի պես մանրակրկիտ կենտրոնացմամբ պայմանագրեր էր վերանայում։ Թակեց դուռը, սպասեց թույլտվությանը, ներս մտավ։ «Պարոն Սարգսյան, դարպասի մոտ մի կին կա։ Նա աշխատանք առաջարկելու է եկել։ Ասում է, Հարաններից է իմացել, որ դուք մեկին եք փնտրում»։ Եղիան նույնիսկ գլուխը չբարձրացրեց։ «Իսկ փնտրում եմ»։ «Այո, պարոն։ Գրադարանն ու սենյակները խնամելու համար»։ «Ուրեմն ընդունիր»։ Նա փոքրիկ դուստր ունի։ Այժմ Եղիան կանգ առավ։ Բարձրացրեց հայացքը, տիկին Իրինան զգաց այդ լռության ծանրությունը։ «Երեխա», կրկնեց նա, առանց հնչերանգի։ «Այո, պարոն։ Նա ասում է, որ աղջիկը չի խանգարի։ Որ հանգիստ է»։ Եղիան աչքերը վերադարձրեց թղթերին։ «Ես այս տանը երեխաներ չեմ ուզում։ Պարոն, ամենայն հարգանքով, կինը կարծես թե կարիքի մեջ է։ Եվ աղջիկն իսկապես շատ հանգիստ է»։ Ես նայեցի նրան։ Ձայն չհանեց։ Երկար դադար եղավ։ Եղիան մատներով թմբկահարեց սեղանին, հազվագյուտ ժեստ, որը ցույց էր տալիս, որ նա իսկապես մտածում է։ «Ասա նրան, որ ընդունում եմ։ Բայց պայմաններով։ Երեխան գլխավոր հարկերով չի շրջում։ Աղմուկ չի հանում։ Ոչնչի չի դիպչում։ Եթե որե խնդիր լինի, նա անմիջապես կգնա։ Առանց նախազգուշացման»։ «Այո, պարոն»։ Տիկին Իրինան իջավ, բացեց դարպասը։ Աղավնին Նարեի հետ ներս մտավ, ամուր բռնած դստեր ձեռքը, կարծես վախենում էր, որ նա կանհետանա։ Նրանց ուղեկցեցին առանձնատան հետնամաս, որտեղ գտնվում էին սպասավորների սենյակները։ Նրանց հատկացված սենյակը փոքր էր, մեկտեղանոց մահճակալ, հին պահարան պատուհան, որը նայում էր լքված այգուն։ Շքեղություն չկար, բայց տանիք կար։ Եվ Աղավնու համար դա ամեն ինչ էր։ «Շնորհակալ եմ», շշնջաց նա, աչքերը խոնավացած։ Տիկին Իրինան գլխով արեց դուրս եկավ, մորն ու դստերը մենակ թողնելով։ Աղավնին նստեց մահճակալին, Նարեին մոտ քաշեց։ «Մենք այստեղ լավ կլինենք, սիրելիս։ Խոստանում եմ»։ Նարեն չպատասխանեց։ Նա երբեք չէր պատասխանում։ Այն օրվանից, երբ հայրը հեռացավ ամիսներ առաջ, հիվանդության զոհ դառնալով, որը բժիշկները չկարողացան զսպել, աղջիկը դադարել էր խոսել։ Աղավնին նրան տարել էր մանկաբույժների, հոգեբանների, լոգոպեդների մոտ։ Բոլորն ասել էին նույն բանը։ Ֆիզիկապես Նարեի հետ ամեն ինչ կարգին էր։
Նա պարզապես ընտրել էր լռությունը։ Բայց աղավնին գիտեր, որ դուստրը ամեն ինչ հասկանում է։ Նարեն լսում էր, դիտում էր, զգում էր։ Նա պարզապես խոսելու պատճառ չէր տեսնում։ Եվ գուցե, մտածեց աղավնին, շոյելով աղջկա մազերը, գուցե նա պարզապես փորձում էր գոյատել միակ ձով, որ գիտեր։ Այդ գիշեր Եղիան հետեց իր առօրյային։ Միայնակ ընտրեց ճաշասենյակի հսկայական կարմրափայտե սեղանի շուրջ, պատասխանեց մի քանի էլեկտրոնային նամակների, բարձրացավ երկրորդ հարկ, մտավ աշխատասենյակ։ Վառեց մոմը, բացեց Աստվածաշունչը, ծնկի իջավ։ Նրա աղոթքները միշտ նույնն էին։ Ուժի խնդրանքներ, պարզության խնդրանքներ։ Եվ խորքում մի լուր խնդրանք, որ Աստված բացատրի, թե ինչու է նա դեռ այստեղ, միայնակ շնչում, երբ այն ամենը, ինչ սիրում էր, հեռացել էր։ Մինույն ժամանակ, հետնամասի փոքրիկ սենյակում, Նարեն չէր կարողանում քնել։ Նա նայում էր ճաքած առաստաղին, լսելով տանիքին զարկվող անձրի ձայնը։ Մայրը կողքին քնած էր, հոգնած։ Նարեն դանդաղ վեր կացավ, ոտաբոբիկ, դուրս եկավ սենյակից։ Քայլեց նեղ միջանցքով, բարձրացավ կողային սանդուղքով, որն օգտագործում էին սպասավորները, չիմանալով հստակ թե ինչու, շարժվեց դեպի երկրորդ հարկ։ Տունը մութ էր։ Միայն թույլ լույս էր գալիս կիսաբաց դռան տակից։ Նարեն մոտեցավ։ Ձայն լսեց։ Ցածր։ Դանդաղ։ Դա տղամարդու ձայն էր։ Նա բոլոր բառերը չէր հասկանում, բայց հասկանում էր տոնը։ Դա մեկի ձայնն էր, ով կոտրված էր։ Նա կանգնեց այնտեղ, պարզապես լսելով։ Ներս չմտավ։ Չթակեց։ Պարզապես մնաց։ Եվ երբ Եղիան ավարտեց իր աղոթքը, հանգցրեց մոմը, Նարեն արդեն վերադարձել էր սենյակ, պառկելով մոր կողքին, կարծես երբեք դուրս չէր եկել։ Բայց մի բան փոխվել էր։ Նա չգիտեր ինչ։ Պարզապես զգում էր։ Հաջորդ օրերը հարմարվելու օրեր էին։ Աղավնին ջանասիրաբար աշխատում էր, մաքրելով յուրաքանչյուր սենյակ մոլուցքային խնամքով, դասավորելով գրքեր, փոշին մաքրելով կահույքից, որին հավանաբար տարիներով չէին դիպել։ Նա հնարավորինս խուսափում էր Եղիայից, բայց այն սակավաթիվ անգամներին, երբ նրանք միջանցքում հանդիպում էին, նա ողջունում էր նրան կարճ գլխով, շարունակում ճանապարհը։ Թշնամանք չկար։ Բայց նա ջերմություն չկար։ Նարեն, իր հերթին, ուսումնասիրում էր։ Նա նկարում էր հին տետրերում, որոնք աղավնին գտել էր պահարանում։ Նկարում էր առներ, թռչուններ, ծաղիկներ, սրտեր։ Երբեմն նկարում էր տուն։ Եվ տան ներսում միշտ ձեռք ձեռքի բռնած մարդիկ էին։ Աղավնին խնամքով պահում էր նկարները, բայց չէր մեկնաբանում։ Գիտեր, որ դա Նարեի խոսելու ձն էր։ Մի կեսօր, երբ աղավնին մաքրում էր գրադարանը, Նարեն նստեց հատակին իր գունավոր մատիտներով։ Նա սկսեց նկարել պատին։ Փոքրիկ սրտեր։ Ժպտացող առներ։ Աղավնին քիչ մնաց բղավեր, երբ տեսավ, բայց զսպեց իրեն։ Նարե, չի կարելի պատին նկարել, սիրելիս։ Պարոնը կբարկանա։ Բայց Նարեն չկանգնեց։ Շարունակեց, կարծես մի առաքելություն էր կատարում։ Եվ երբ ավարտեց, նայեց մորը այդ խորը աչքերով, աղավնին հասկացավ։ Նա փորձում էր բուժել այդ վայրը։ Եղիան անմիջապես չտեսավ նկարները։ Բայց սկսեց նկատել փոփոխություններ։ Փոքր, գրեթե աննկատ։ Ծաղկամանը, որը նախկինում դատարկ էր, այժմ վայրի ծաղիկներ ուներ։ Խոհանոցից եգիպտացորենի ալյուրով թխվածքի հոտ էր գալիս։ Հին ժամացույցները, որ տարիներ շարունակ կանգնած էին, հանկարծ ճիշտ ժամն էին ցույց տալիս։ Նա չհարցրեց, թե ով է դա արել։ Պարզապես դիտում էր։ Եվ դիտում էր նա աղջնակին։ Նարեն երբեմն հայտնվում էր, միշտ լուռ, միշտ հեռու, բայց միշտ ներկա։ Նա ուղիղ չէր նայում նրան, բայց Եղիան գիտեր, որ նա այնտեղ է։ Զգում էր։ Եվ դա նրան անհանգստացնում էր։ Ոչ թե որովհետև նա անհարմարություն էր պատճառում, այլ որովհետև նա կարծես թափանցում էր իր միջով։ Ուրբաթ երեկոյան Եղիան տուն վերադարձավ սովորականից ավելի զայրացած։ Զանգ է ստացել Ռուբենից, իր եղբորից, որը փող էր խնդրում բժշկական արտակարգ իրավիճակի պատրվակով։ Եղիան գիտեր, որ սուտ է։ Միշտ սուտ էր։ Նա անջատեց հեռախոսը, առանց պատասխանելու, սովորականից շուտ բարձրացավ աշխատասենյակ։ Դուռը ուժգին շրխկացրեց, ձայն, որն արձագանքեց ամբողջ առանձնատանը։
Աղավնին լսեց սեղմվեց։ Տիկին Իրինան ցածրաձայն աղոթք մրմնջաց։ Եվ Նարեն, որ պառկած էր մոր կողքին, վեր կացավ։ Նարե, մի շշնջաց աղավնին, բռնելով դստեր թից։ Բայց Նարեն նրբորեն ազատվեց, դուրս եկավ սենյակից։ Նա բարձրացավ աստիճաններով, քայլեց մութ միջանցքով և կանգ առավ աշխատասենյակի դռան առջ։ Մյուս կողմում նա լսում էր Եղիայի ծանր շնչառությունը, լսում էր աթոռի ջռոցը, լսում էր ցավով լի լռությունը։ Եվ հետո Նարեն ծնկի իջավ, ճակատը հպեց դռանը, փակեց աչքերը, և ամիսների ընթացքում առաջին անգամ նրա ձայնը հնչեց. ցածր, քաղցր, հաստատուն. Պարոն, ես եկել եմ ձեզ հետ աղոթելու։ Աշխատասենյակի ներսում Եղիան սառեց։ Նրա ձեռքերը դողում էին բաց Աստվածաշնչի վրա։ Սիրտը անկանոն բաբախում էր։ Նա դանդաղ շրջվեց դեպի դուռը, կարծես ուրվական էր լսել։ Ո՞վ է այնտեղ, հարցրեց նա խռպոտ ձայնով։ Ես եմ, Նարեն։ Եղիան ուժգին փակեց աչքերը։ Խորը շունչ քաշեց։ Եվ հետո, հակառակ ամեն տրամաբանության, հակառակ իր բոլոր կանոնների, նա վեր կացավ, բացեց դուռը։ Աղջիկը ծնկի էր իջել հատակին, ձեռքերը միացրած, աչքերը նրան ուղղված։ Այդ հայացքում վախ չկար։ Միայն կարեկցանք։ Նախքան Եղիան կկարողանար որևէ բան ասել, աղավնին վազելով հայտնվեց, դեմքը խուճապից գունատված։ Պարոն Սարգսյան, ես ներողություն եմ խնդրում, չգիտեմ ինչպես դուրս եկավ, երդվում եմ, որ նորից չի կրկնվի, խնդրում եմ, մեզ դուրս մի հանեք, խնդրում եմ։ Եղիան բարձրացրեց ձեռքը, լռեցնելով նրան։ Նայեց Նարեին։ Եվ հետո, մի ձայնով, որն ինքն էլ չճանաչեց, շշնջաց. Նա կարող է մնալ։ Աղավնին թարթեց, շփոթված։ Պարոն։ Նա կարող է մնալ, կրկնեց նա։ Եթե ուզում է։ Նարեն ժպտաց։ Փոքրիկ, բայց անկեղծ ժպիտ։ Եվ հետո բնականությամբ մեկի, ով միշտ գիտեր, որ այդ պահը կգա, նա մտավ աշխատասենյակ։ Եղիան վերադարձավ իր տեղը խորանի առջ։ Նարեն նստեց նրա կողքին, ոտքերը խաչած։ Աղավնին մնաց դռան մոտ, չիմանալով ինչ անել, աչքերը լի արցունքներով։ Եվ այդ գիշեր, երկար տարիների ընթացքում առաջին անգամ, Եղիա Սարգսյանը միայնակ չաղոթեց։ Նարեն խոսեց Աստծո հետ, ինչպես խոսում են ընկերոջ հետ։ Շնորհակալություն հայտնեց մոր համար, առավոտյան երգող թռչունների համար, տաք անկողնու համար։ Եվ հետո, քաղցր ու հաստատուն ձայնով, ասաց. Եվ շնորհակալ եմ, որ հոգ ես տանում տխուր պարոնի մասին։ Նա շատ մենակ է։ Արա այնպես, որ նա այլս միայնակ չլացի, լավ։ Եղիան զգաց, թե ինչպես մի բան կոտրվեց իր ներսում։ Մի պատ, որը նա կառուցել էր աղյուս առ աղյուս, տարիների ընթացքում, վայրկյանների ընթացքում փլուզվեց։ Նա դեմքը ծածկեց ձեռքերով, լաց եղավ։ Լաց եղավ, ինչպես երբեք չէր լացել։ Լաց եղավ Հեղինեի համար։ Միքայելի համար։ Իր համար։ Լռության մենության մեջ կորցրած բոլոր տարիների համար։ Երբ ավարտեց, Նարեն դիպավ նրա ձեռքին։ Պարզապես դիպավ։ Եվ Եղիան բռնեց այդ փոքրիկ ձեռքը, կարծես դա աշխարհի ամենաթանկ բանն էր։ Աղավնին, դեռ դռան մոտ, նույնպես լաց էր լինում։ Բայց դրանք թեթացման արցունքներ էին։ Հույսի։ Երբ Նարեն ու Աղավնին վերջապես վերադարձան իրենց սենյակ, Եղիան մենակ մնաց աշխատասենյակում։ Բայց իրեն մենակ չզգաց։ Առաջին անգամ ներկայություն զգաց։ Ջերմություն զգաց։ Զգաց մի բան, որի անունը մոռացել էր, պատկանելություն։ Նա բացեց հին դարակը, հանեց կաշվե տետր, որին տասնամյակներ շարունակ չէին դիպել։ Դա օրագիր էր, որը Հեղինեն նրան նվիրել էր տարիներ առաջ, խնդրելով, որ գրի առնի իր աղոթքները, մտքերը, Աստծո հետ զրույցները։ Եղիան երբեք չէր օգտագործել։ Անհրաժեշտ չէր համարում։ Բայց այժմ, դողացող ձեռքով, բացեց առաջին էջը, գրեց. Այսօր մի երեխա ինձ սովորեցրեց, որ հավատը պահելու բան չէ։ Այն կիսելու բան է։ Շնորհակալ եմ, Տեր, որ ինձնից հույսը չկտրեցիր։ Եվ այդ գիշեր, երբ վերջապես հանգցրեց լույսը գնաց քնելու, Եղիա Սարգսյանը զգաց մի բան, որը տարիներ շարունակ չէր զգացել։ Խաղաղություն։
Հաջորդ առավոտը Եղիա Սարգսյանի առանձնատանը այլ կերպ սկսվեց։ Արը կարողացել էր ներթափանցել ճաշասենյակի ծանր վարագույրներից, մի բան, որ տիկին Իրինան տարիներ շարունակ չէր տեսել։ Նա սենյակ մտավ, նախաճաշի սկուտեղը ձեռքին, քիչ մնաց ամեն ինչ գցեր, երբ տեսավ, որ վարագույրները բաց են, կապված ոսկեգույն քուղերով, որոնց ոչ ոք չէր դիպել Հեղինեի ժամանակներից ի վեր։ Լույսը առատորեն ներս էր թափվում, լուսավորելով օդում կախված փոշին, բացահայտելով դեկորի մանրամասներ, որոնք մոռացվել էին ստվերներում։ Եղիան արդեն նստած էր սեղանի շուրջ, ինչպես միշտ, բայց նրա կեցվածքում մի բան այլ էր։ Նա թերթերի վրա կռացած չէր։ Նա նայում էր պատուհանից դուրս, դիտելով լքված այգին մի արտահայտությամբ, որը տիկին Իրինան չէր կարողանում վերծանել։ Դա տխրություն չէր։ Զայրույթ չէր։ Դա մտախոհությանը մոտ մի բան էր։ «Բարի լույս, պարոն Սարգսյան», ասաց նա, զգուշորեն սկուտեղը սեղանին դնելով։ «Բարի լույս, Իրինա», պատասխանեց նա, հայացքը պատուհանից չշեղելով։ Տիկին Իրինան վարանեց հարցնելուց առաջ։ «Դուք լավ եք»։ Եղիան վերջապես նայեց նրան։ Եվ 15 տարվա մեջ առաջին անգամ մի բան ուրվագծեց, որը կարելի էր շփոթել ժպիտի հետ։ Այն ամբողջական չէր։ Պարզապես շուրթերի անկյունների թեթ կորություն էր։ Բայց այն այնտեղ էր։ «Լավ եմ», պարզապես ասաց նա։ Տիկին Իրինան սրտում սեղմում զգաց։ Ոչ թե անհանգստությունից։ Հույսից։ Նա գլխով արեց դուրս եկավ սենյակից, բայց դուռը փակելուց առաջ հետ նայեց։ Եղիան նորից այգին էր դիտում։ Եվ նա իմացավ այդ պահին, որ մի բան փոխվել է։ Խորը մի բան։ Հետնամասի սենյակում աղավնին վախեցած արթնացավ, նկատելով, որ Նարեն իր կողքին չէ։ Խուճապն անմիջապես պատեց նրան։ Նա ցատկով վեր կացավ, նայեց մահճակալի տակ, բացեց պահարանը, վազելով դուրս եկավ միջանցք։ Նարե՞։ Նարե։ Բայց հետո ծիծաղ լսեց։ Ցածր։ Քաղցր։ Այգուց եկող։ Աղավնին վազեց պատուհանի մոտ, տեսավ դստերը դրսում, ոտաբոբիկ չոր խոտի վրա, կրացած լքված ծաղկանոցի մոտ։ Նարեն ձեռքերով հողն էր փորփրում, կարծես մի բան էր փնտրում։ Աղավնին վազելով իջավ, անցավ խոհանոցով, դուրս եկավ կողային դռնով, որը տանում էր առանձնատան հետնամաս։ Նարե, ինչ ես անում, հարցրեց նա, ձայնը դեռ վախից դողալով։ Նարեն հանգիստ բարձրացրեց աչքերը, ցույց տվեց հողոտ ձեռքերը։ Հետո մատնացույց արեց ծաղկանոցը։ Աղավնին նայեց, տեսավ փոքրիկ կանաչ բողբոջներ, որոնք սկսում էին դուրս գալ քարերի չորացած հողի միջից։ Դրանք վայրի ծաղիկներ էին, դիմացկուն, որոնք գոյատել էին լքվածությանը, այժմ վերադառնում էին կյանքի։ Դու ծաղիկներ ես գտել, շշնջաց աղավնին, ծնկի իջնելով դստեր կողքին։ Նրանք այստեղ են եղել այսքան ժամանակ։ Նարեն գլխով արեց։ Եվ հետո այն ձայնով, որը դեռ փխրուն էր հնչում այդքան երկար լռությունից հետո, ասաց. Նրանք սպասում էին։ Աղավնին զգաց, թե ինչպես են աչքերը խոնավանում։ Ինչին էին սպասում, սիրելիս։ Որ մեկը տեսնի իրենց։ Աղավնին ամուր գրկեց դստերը, դեմքը թաքցնելով նրա մազերի մեջ։ Դու այնքան յուրահատուկ ես, Նարե։ Այնքան յուրահատուկ։ Նրանք մի քանի րոպե մնացին այնտեղ, մայր ու դուստր, կրացած մոռացված այգում, դիտելով բողբոջները, որոնք համառորեն աճում էին։ Եվ չնկատեցին, որ երկրորդ հարկի պատուհանից Եղիան նույնպես դիտում էր։ Նա սովորականից շուտ էր արթնացել, դեռ մարսելով նախորդ գիշերվա իրադարձությունները։ Երբ նայեց պատուհանից, տեսավ տեսարանը այգում, մի բան իր ներսում շարժվեց։ Դա պարզ պատկեր էր։ Մայր դուստր։ Բայց այնքան սեր կար այդ գրկախառնության մեջ, այնքան կյանք այդ պահին, որ Եղիան ցավի խայտ զգաց, խառնված մի բանի հետ, որը երկար ժամանակ չէր զգացել, նախանձ։ Ոչ թե դառը նախանձ։ Կարոտախտով լի նախանձ։ Դա ունենալու կարոտը։ Դա լինելու կարոտը։ Նա հեռացավ պատուհանից, իջավ նախաճաշի։ Տիկին Իրինան արդեն ամեն ինչ պատրաստել էր, տաք ֆրանսիական հաց, կարագ, ելակի ջեմ, թարմ եփած սուրճ, նարնջի հյութ։ Եղիան լուր կերավ, բայց այս անգամ թերթերը չթերթեց։ Պարզապես մտածեց։ Մտածեց Նարեի մասին։ Մտածեց այդ 6-ամյա երեխայի քաջության մասին, որը հատել էր առանձնատան խավարը, ընկերակցություն առաջարկելու մի անծանոթի, որը երբեք դա չէր խնդրել։ Մտածեց այդ ժեստի մաքրության մասին։
Եվ մտածեց, թե ինչպես ինքը հասուն տղամարդ կայսրություններ կառուցող, հարստություններ վերահսկող, մոռացել էր մի այդքան հիմնական բան, ոչ ոք ստեղծված չէ միայնակ ապրելու համար։ Երբ ավարտեց նախաճաշը, Եղիան անսովոր մի բան արեց։ Գնաց խոհանոց։ Տիկին Իրինան քիչ մնաց կաթսան գցեր, երբ տեսավ նրան ներս մտնելիս։ Պարոն Սարգսյան, ինչ-որ բան է պետք։ Ես կբերեմ ձեզ համար։ Պետք չէ, Իրինա։ Ես պարզապես եկել էի զգուշացնելու, որ այսօր ավելի ուշ դուրս կգամ։ Եվ ուզում եմ, որ դուք սենյակ պատրաստեք երկրորդ հարկում։ Տիկին Իրինան թարթեց, շփոթված։ Սենյակ, պարոն։ Այո։ Գրադարանի կողքի սենյակը։ Ուզում եմ, որ մաքրես, կարգի բերես, մաքուր սավաններ, սրբիչներ դնես։ Պատրաստիր այնպես, կարծես կարոր մեկին ես ընդունելու։ Դուք հյուր եք սպասում։ Եղիան վարանեց։ Ասենք, թե այո։ Եվ Իրինա, ուզում եմ, որ դու աղավնուն խնդրես, որ ճաշից հետո դստեր հետ գրադարան գա։ Պետք է նրանց հետ խոսեմ։ Տիկին Իրինան բերանը բացեց, բայց ոչ մի բառ չկարողացավ ձակերպել։ Պարզապես գլխով արեց։ Եղիան դուրս եկավ խոհանոցից, վերցրեց մեքենայի բանալիները, գնաց, աշխատակցուհուն թողնելով լիակատար տարակուսանքի մեջ։ Աղավնին լուրը ստացավ արագ բաբախող սրտով։ Ինչ էր ուզում Եղիան։ Արդյոք զղջացել էր, որ թույլ էր տվել Նարեին իր հետ աղոթել։ Արդյոք նրանց դուրս էին հանելու։ Նա ամբողջ առավոտ փորձում էր հանգստանալ, 3 անգամ մաքրելով նույն կահույքը, վերադասավորելով գրքեր, որոնք արդեն կատարյալ դասավորված էին։ Նարեն, մյուս կողմից, հանգիստ էր թվում։ Նա շարունակում էր նկարել, այս անգամ նոր տետրում, որը տիկին Իրինան նրան տվել էր։ Նկարում էր տուն։ Եվ տան ներսում 3 հոգի ձեռք-ձեռքի բռնած։ Երբ ժամացույցը ցույց տվեց 2-ը, աղավնին բռնեց Նարեի ձեռքը, բարձրացավ գրադարան։ Դուռը կիսաբաց էր։ Նա թեթակի թակեց։ Պարոն Սարգսյան։ Ներս եկեք, հնչեց նրա ձայնը ներսից։ Աղավնին հրեց դուռը, գտավ Եղիային նստած կաշվե բազկաթոռին, պատուհանի մոտ։ Նա կոստյումով չէր։ Հագել էր պարզ սպիտակ վերնաշապիկ, թքերը ծալած մինչ արմունկները, մուգ տաբատ։ Այդպես ավելի երիտասարդ էր թվում։ Ավելի մարդկային։ Նստեք, ասաց նա, մատնացույց անելով մոտակա բազմոցը։ Աղավնին նստեց բազմոցի ծայրին, լարված, ամուր բռնած Նարեի ձեռքը։ Նարեն, սակայն, հանգիստ էր, դիտելով Եղիային այդ խորը ու հետաքրքրասեր աչքերով։ Ես խնդրեցի, որ գաք այստեղ, որովհետև պետք է խոսեմ 3 գիշեր տեղի ունեցածի մասին, սկսեց Եղիան, վերահսկված, բայց մեղմ ձայնով։ Աղավնին կուլ տվեց, պատրաստվելով ամենավատին։ Պարոն, ես նորից ներողություն եմ խնդրում։ Ես պետք է ավելի լավ հոգ տանեի Նարեի մասին, չպետք է թողնեի, որ նա բարձրանա, ես հասկանում եմ, եթե դուք ուզում եք, որ մենք գնանք, ես պարզապես մի փոքր ժամանակ եմ խնդրում, այլ տեղ գտնելու համար։ Աղավնի, ընդհատեց նրան Եղիան։ Ես չեմ ուզում, որ դուք գնաք։ Աղավնին կանգ առավ, բերանը բաց։ Չեք ուզում։ Ոչ։ Իրականում, ես ուզում եմ, որ դուք մնաք։ Եվ ուզում եմ, որ տեղափոխվեք երկրորդ հարկ։ Հաջորդած լռությունն այնքան խորն էր, որ Աղավնին վստահ էր, որ սխալ է լսել։ Երկրորդ հարկ։ Այո։ Ես սենյակ եմ պատրաստել գրադարանի կողքին։ Այն ավելի մեծ է, երկտեղանոց մահճակալ ունի, առանձին լոգարան, պատուհան, այգու տեսարանով։ Դուք այնտեղ ավելի հարմարավետ կլինեք։ Աղավնին չէր կարողանում ընկալել։ Բայց պարոն, ես չեմ հասկանում ինչու։ Եղիան նայեց Նարեին։ Աղջիկը ժպտաց նրան։ Եվ նա, այդ շաբաթ երկրորդ անգամ, ժպիտ ուրվագծեց ի պատասխան։ Փոքրիկ։ Վարանոտ։ Բայց իրական։ Որովհետև 3 գիշեր ձեր դուստրն ինձ մի բան սովորեցրեց, որը ես մոռացել էի։ Նա ինձ հիշեցրեց, որ հավատը գաղտնի պահելու բան չէ։ Այն կիսելու բան է։ Եվ ես չափազանց շատ տարիներ եմ անցկացրել այս տանը փակված, միայնակ աղոթելով, հավատալով, որ դա ինձ ուժեղ է դարձնում։ Բայց դա ինձ միայն դատարկ դարձրեց։ Նա դադար տվեց, խորը շունչ քաշելով։ Ես շատ բան չգիտեմ երեխաների մասին։ Չգիտեմ ինչպես վարվել, ինչ ասել։ Բայց գիտեմ, որ Նարեն յուրահատուկ մի բան ունի։
Եվ գիտեմ, որ դուք ավելին եք արժանի, քան հետնամասի մի փոքրիկ սենյակը։ Աղավնին զգաց, թե ինչպես են արցունքներն ազատորեն հոսում։ Պարոն Սարգսյան, ես չգիտեմ ինչ ասել։ Ոչինչ ասել պետք չէ։ Պարզապես ընդունեք։ Աղավնին նայեց Նարեին, որն արդեն ոտքի էր կանգնել, ուսումնասիրելով գրադարանը, կարծես միշտ պատկանել էր այդ վայրին։ Նա նրբորեն դիպչում էր գրքերին, մատները սահեցնում հին կազմերի վրայով, ժպտում նկարազարդ շապիկներին։ Ես ընդունում եմ, շշնջաց Աղավնին։ Եվ շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ։ Եղիան գլխով արեց, հուզմունքից շփոթված։ Տիկին Իրինան կօգնի ձեզ տեղափոխվել։ Եվ Աղավնի այսուհետ դուք այլս պետք չէ թաքնվեք։ Դուք Նարեն կարող եք ազատորեն շրջել տանը։ Բոլոր տարածքներում։ Ներառյալ այստեղ։ Աղավնին չէր կարողանում դադարեցնել լացը։ Նա վեր կացավ, վարանեց, հետո, առանց շատ մտածելու, ձեռքը մեկնեց Եղիային։ Նա զարմացած նայեց նրա ձեռքին, բայց սեղմեց այն։ Դա պարզ ժեստ էր։ Բայց ամեն ինչ էր նշանակում։ Այդ կեսօր Աղավնին ու Նարեն տեղափոխվեցին երկրորդ հարկ։ Սենյակն ավելի մեծ էր, քան ցանկացած վայր, որտեղ Աղավնին երբե ապրել էր։ Այնտեղ հսկայական մահճակալ կար, ծածկված սպիտակ ու փափուկ սավաններով, ամուր փայտե պահարան, գրասեղան պատուհանի մոտ, լոգարան, լոգնոցով։ Նարեն վազվզում էր սենյակում, ծիծաղում, ձեռքերով դիպչում ամեն ինչին, հիացած։ Մամ, նայիր։ Լոգնոց կա, բղավեց նա, Աղավնին ծիծաղեց։ Այնքան հազվադեպ էր լսվում Նարեի ձայնը, որ յուրաքանչյուր բառը նվեր էր թվում։ Այո, սիրելիս։ Հիմա կարող ես լոգնոց ընդունել։ Նարեն հայտնվեց լոգարանի դռան մոտ, աչքերը փայլելով։ Մենք իսկապես այստեղ ենք ապրելու։ Այո։ Եթե դու ուզում ես։ Ես ուզում եմ։ Իսկ տխուր պարոնը նույնպես այստեղ է ապրելու։ Աղավնին ժպտաց։ Նա արդեն այստեղ է ապրում, Նարե։ Սա նրա տունն է։ Ուրեմն մենք լինելու ենք ընտանիք։ Աղավնին սիրտը սեղմված զգաց։ Չգիտեմ, սիրելիս։ Բայց մենք ընկերներ կլինենք։ Դա գիտեմ։ Նարեն կարծես գոհ մնաց պատասխանից։ Նա վերադարձավ սենյակն ուսումնասիրելուն, բացելով դարակներ, նայելով պատուհանից, բացահայտելով յուրաքանչյուր անկյուն։ Աղավնին նստեց մահճակալին շուրջը նայեց, դեռ փորձելով հավատալ, որ դա իրականություն է։ Նա եկել էր այդ առանձնատուն, սպասելով միայն տանիքի աշխատավարձի։ Բայց շատ ավելին էր ստանում։ Ստանում էր արժանապատվություն, հարգանք և, գուցե, երկրորդ հնարավորություն։ Հաջորդող օրերին տան դինամիկան լիովին փոխվեց։ Նարեն սկսեց ազատորեն շրջել միջանցքներով, միշտ լուռ, միշտ դիտող։ Նա բացահայտեց երաժշտության սենյակը, որտեղ սպիտակ կտորով ծածկված դաշնամուր կար։ Բացահայտեց հյուրասենյակը, հսկայական բազկաթոռներով բուխարիով, որը տարիներ շարունակ չէր վառվել։ Բացահայտեց հետի պատշգամբը, արհեստական լճակի տեսարանով, որը լի էր չոր տերներով։ Եվ յուրաքանչյուր վայրում, որտեղով անցնում էր, թողնում էր իր հետքը։ Նկար պատին։ Ծաղիկ ծաղկամանում։ Ժպիտ, ով իր ճանապարհին հանդիպում էր։ Եղիան սկսեց նկատել։ Եվ սկսեց սպասել։ Սպասել այն պահերին, երբ փոքրիկ Նարեն հայտնվում էր։ Սպասել ոտաբոբիկ քայլերի ձայնին միջանցքում։ Սպասել նկարներին, որոնք խորհրդավոր կերպով հայտնվում էին անսպասելի վայրերում։ Նա չէր մեկնաբանում։ Բայց պահում էր։ Պահում էր յուրաքանչյուր մանրուք։ Յուրաքանչյուր հիշողություն։ Եվ ամեն գիշեր գրի էր առնում աղոթքների օրագրում։ Այսօր Նարեն նկարեց միջանցքի հայելու վրա։ Թաշկինակ օգտագործեցի, որ չջնջեմ։ Չգիտեմ, ինչու եմ այս բաները պահում։ Գուցե որովհետև հիշեցնում են, որ դեռ լույս կա։ Այսօր նա այգուց ծաղիկներ բերեց դրեց ճաշասենյակի սեղանին։ Տիկին Իրինան հարցրեց, կարող է հանել։ Ասացի, ոչ։ Ուզում եմ, որ մնան։ Այսօր նա տեսավ, թե ինչպես եմ լաց լինում աշխատասենյակում։ Ներս չմտավ։ Պարզապես մնաց դռան դիմաց, մինչ դադարեցի։ Երբ դուրս եկա, նա գնացել էր։ Բայց հատակին նկար էր թողել։ Դա թերով գրկված մարդ էր։ Չգիտեմ, հրեշտակ էր։
Բայց ինձ պաշտպանված զգացի։ Գիշերային աղոթքները նույնպես փոխվեցին։ Նարեն սկսեց նրան ուղեկցել գրեթե ամեն գիշեր։ Նա թույլտվություն չէր խնդրում։ Պարզապես հայտնվում էր, ծնկի իջնում նրա կողքին աղոթում։ Եվ նրա աղոթքները միշտ նույնն էին՝ շնորհակալություն հայտնել փոքր բաների համար, խնդրել, որ Աստված հոգ տանի այն մարդկանց մասին, ում սիրում էր։ Ներառյալ տխուր պարոնին։ Եղիան նկատեց, որ կամաց-կամաց մականունը փոխվում է։ Աղոթքներից մեկի ժամանակ Նարեն նրան անվանեց պարոն Եղիա։ Իսկ հետո պարզապես Եղիա։ Եվ վերջապես, մի գիշեր, նա ասաց. «Շնորհակալ եմ, որ հոգ ես տանում մեր մասին, քեռի Եղիա»։ Եղիան զգաց, թե ինչպես մի բան նորից կոտրվեց իր ներսում։ Բայց այս անգամ դա ցավ չէր։ Ջերմություն էր։ Պատկանելություն էր։ Նա նայեց աղջնակին, որը նրան էր նայում այդ մաքուր աչքերով, շշնջաց. «Շնորհակալ եմ, որ թույլ ես տալիս մաս կազմել»։ Աղավնին, իր հերթին, սկսեց իրեն տանը զգալ։ Նա դեռ աշխատում էր, դեռ մաքրում էր, դեռ կարգի էր բերում։ Բայց այժմ դա անում էր թեթությամբ։ Սկսեց ավելի շատ խոսել տիկին Իրինայի հետ, կիսվելով պատմություններով, ծիծաղով, բաղադրատոմսերով։ Սկսեց խնամել այգին, հանելով մոլախոտերը, ջրելով դեռ դիմացող բույսերը, նոր սերմեր տնկելով։ Եվ սկսեց դիտել Եղիային ավելի քիչ վախով, ավելի շատ հետաքրքրությամբ։ Նա այն սառը հեռու մարդը չէր, որը նա պատկերացնում էր։ Նա պարզապես մեկն էր, ով մոռացել էր, թե ինչպես կապ հաստատել։ Մեկը, ով այնքան շատ բան էր կորցրել, որ պատեր էր կառուցել, ավելին չկորցնելու համար։ Բայց Նարեն քանդում էր այդ պատերը։ Աղյուս առ աղյուս։ Ժպիտ առ ժպիտ։ Աղոթք առ աղոթք։ Մի կեսօր աղավնին գտավ Եղիային գրադարանում, թերթելով հին լուսանկարների ալբոմ։ Նա վարանեց դռան մոտ, չիմանալով մտնել, թե ոչ։ Բայց նա տեսավ նրան գլխով արեց, որ մոտենա։ Ներողություն անհանգստացնելու համար, պարոն, ասաց նա։ Չեք անհանգստացնում։ Նստեք։ Աղավնին նստեց նրա դիմացի բազկաթոռին, ձեռքերը ծնկներին։ Եղիան փակեց ալբոմը, բայց չպահեց այն։ Հետաքրքրված եք, հարցրեց նա, մատնացույց անելով ալբոմը։ Աղավնին կարմրեց։ Չեմ ուզում անտեղի հետաքրքրասեր լինել։ Անտեղի չէ, եթե ես եմ առաջարկում։ Նա նորից բացեց ալբոմը, շրջեց, որպեսզի նա կարողանա տեսնել։ Լուսանկարում մի գեղեցիկ կին էր, լայն ժպիտով, բաց գույնի աչքերով շիկահեր տղայի կողքին։ Սա իմ կինն էր, Հեղինեն։ Եվ սա իմ որդին էր, Միքայելը։ Աղավնին հարգանքով նայեց լուսանկարին։ Նրանք գեղեցիկ են։ Էին, ուղեց Եղիան, ցածր ձայնով։ Նրանք հեռացան 12 տարի առաջ։ Ավտովթար։ Ցավում եմ։ Եղիան գլխով արեց։ Ես էլ։ Երկար ժամանակ ես միայն դա էի զգում։ Խղճահարություն։ Զայրույթ։ Մեղք։ Ես այս տունը կառուցեցի որպես դամբարան։ Կողպեցի այն ամենը, ինչ հիշեցնում էր նրանց։ Կարծում էի, այդպես ցավը կանցնի։ Բայց միայն վատթարացավ։ Աղավնին չգիտեր, ինչ ասել։ Պարզապես լսում էր։ Եվ հետո Նարեն հայտնվեց, շարունակեց Եղիան, թեթ ժպիտ շուրթերին։ Եվ նա չհարգեց իմ ոչ մի կանոն։ Չհարգեց լռությունը։ Չհարգեց հեռավորությունը։ Նա պարզապես ներս մտավ։ Եվ ստիպեց ինձ նորից զգալ։ Նա այդ շնորհքն ունի, մեղմորեն ասաց Աղավնին։ Այն օրվանից, երբ շատ փոքր էր։ Նա տեսնում է այն, ինչ ուրիշները չեն տեսնում։ Դուք պետք է շատ հպարտ լինեք նրանով։ Այդպես է։ Ամեն օր։ Եղիան ուշադրությամբ նայեց Աղավնուն։ Իսկ նրա հայրը։ Դեմ չեք, որ խոսենք այդ մասին։ Աղավնին խորը շունչ քաշեց։ Նա հեռացավ մի քանի ամիս առաջ։ Լավ մարդ էր։ Աշխատասեր։ Բարի։ Բայց կյանքը առատաձեռն չէր նրա հանդեպ։ Հիվանդացավ։ Եվ չդիմացավ։ Նա զուսպ արցունք սրբեց։ Նարեն դրանից հետո դադարեց խոսել։ Բժիշկներն ասացին, որ հոգեբանական է։ Որ նրան ժամանակ է պետք։ Բայց նա նորից սկսեց խոսել։ Այո։
Այստեղ։ Ձեզ հետ։ Եղիան լուռ մնաց, Մարսելով։ Գիտեք, աղավնի ես այլս ընտանիք չունեմ։ Ծնողներս վաղուց հեռացել են։ Եղբայրներս ինձ դավաճանեցին, ես այլս նրանց չեմ նայել։ Ես տարիներ շարունակ հավատում էի, որ այդպես ավելի լավ է։ Որ ես ոչ ոքի կարիք չունեմ։ Բայց սխալվում էի։ Նա անկեղծորեն նայեց նրան։ Շնորհակալ եմ, որ այդ օրը թակեցիք իմ դուռը։ Աղավնին ժպտաց, աչքերը խոնավացած։ Շնորհակալ եմ, որ բացեցիք։ Նրանք մնացին այնտեղ հարմարավետ լռության մեջ, մինչ Նարեն հայտնվեց դռան մոտ, մեծ գիրքը ձեռքին։ Քերի Եղիա, կարող եք այս պատմությունն ինձ համար կարդալ։ Եղիան նայեց գրքին։ Դա հեքիաթների հին ժողովածու էր, գունավոր նկարազարդումներով։ Նա տասնամյակներ շարունակ այդպիսի բան չէր կարդացել։ Բայց երբ նայեց Նարեին, տեսավ սպասումը նրա աչքերում չկարողացավ մերժել։ Իհարկե։ Արի այստեղ։ Նարեն վազեց ցատկեց բազմոցին նրա կողքին, հարմարավետ տեղավորվելով, կարծես դա աշխարհի ամենաբնական բանն էր։ Եղիան բացեց գիրքը, սկսեց կարդալ։ Նրա ձայնը սովորաբար խորը վերահսկված, տարբեր երանգներ ստացավ յուրաքանչյուր կերպարի համար։ Նարեն ծիծաղում էր։ Աղավնին դիտում էր, սիրտը լի։ Եվ այդ կեսօր 12 տարվա մեջ առաջին անգամ Եղիա Սարգսյանի առանձնատան գրադարանը նորից արձագանքեց պատմվող պատմությունների կիսվող ծիծաղի ձայնով։ Կյանքը, վերջապես, վերադառնում էր։ Հաջորդող շաբաթները տեսանելի փոփոխություն բերեցին առանձնատուն։ Այգին, որը նախկինում չոր բույսերի լքվածության գերեզմանատուն էր, այժմ ցուցադրում էր կոկիկ ծաղկանոցներ, գունավոր ծաղիկներ, նույնիսկ մի փոքրիկ բանջարանոց, որը Աղավնին սկսել էր Նարեի օգնությամբ։ Աղջիկը պնդում էր արածաղիկներ տնկել, ասելով, որ դրանք հողից աճող առների նման են։ Եղիան հեռվից դիտում էր, երկրորդ հարկի պատուհաններից, զգում էր, թե ինչպես մի տարօրինակ բան է աճում իր ներսում։ Մի բան, որը նա չէր կարողանում անվանել, բայց որը նրան ներսից տաքացնում էր։ Տունը նույնպես փոխվեց։ Հին ժամացույցները, որոնք կանգ էին առել Եղիայի կյանքի հետ միասին, նորից սկսեցին աշխատել։ Տիկին Իրինան ժամագործ էր վարձել դրանք վերանորոգելու համար, այժմ մշտական տկտկոցը լցնում էր միջանցքները, նշելով ժամանակը, որը վերջապես նորից սկսել էր անցնել։ Խոհանոցը սեփական կյանքով էր սկսել ապրել, որտեղ Աղավնին պատրաստում էր բաղադրատոմսեր, որոնք տատը նրան սովորեցրել էր, առանձնատունը լցնելով տնական հացի, գազարով թխվածքի կանջիկայի բույրերով։ Եղիան, որ միշտ միայնակ էր ճաշում, սկսեց ընթրել Աղավնու Նարեի ընկերակցությամբ։ Ոչ բոլոր գիշերները, բայց մի քանիսը։ Եվ դրանք դարձան նրա ամենասիրելի գիշերները։ Նարեն շարունակում էր նկարել։ Նրա ստեղծագործություններն այժմ զբաղեցնում էին սենյակի, միջանցքի, նույնիսկ գրադարանի պատերը։ Եղիան չէր հրամայում ջնջել։ Ընդհակառակը։ Նա նայում էր այդ պարզ նկարներին, առներ, սրտեր ձեռք ձեռքի բռնած ընտանիքներ, զգում էր, որ դրանք բուժում են իր ներսում մի բան, որը երկար ժամանակ կոտրված էր։ Աղոթքների օրագիրը նույնպես մեծացավ։ Եղիան սկսեց ամեն օր գրել, նշելով ոչ միայն իր զրույցները Աստծո հետ, այլ օրվա փոքրիկ պահեր։ Այսօր Նարեն ինձ սովորեցրեց սերմեր տնկել։ Ասաց, որ պետք է հավատալ, որ դրանք կաճեն, նույնիսկ երբ դեռ ոչինչ չենք տեսնում։ Այսօր Աղավնին եգիպտացորենի ալյուրով թխվածք պատրաստեց։ Հիշեցի, թե ինչպես էր մայրս պատրաստում։ Լաց եղա, բայց լավ լաց էր։ Այսօր առաջին անգամ միասին աղոթեցինք ճաշասենյակում։ Ոչ թե աշխատասենյակում, ոչ թե թաքուն։ Այնտեղ, սեղանի շուրջ, ընթրիքից առաջ։ Եվ ինձ խաղաղ զգացի։ Բայց խաղաղությունը, ինչպես Եղիան շուտով կբացահայտեր, միշտ փխրուն է, երբ անցյալը որոշում է վերադառնալ։ Հինգշաբթի առավոտյան էր, երբ առանձնատան հեռախոսը զանգեց։ Տիկին Իրինան պատասխանեց խոհանոցում գունատվեց, լսելով մյուս կողմի ձայնը։ Բարի լույս։ Ռուբեն Սարգսյանն է։ Կցանկանայի խոսել եղբորս հետ։ Ռուբեն։ Անուն, որը Եղիան գրեթե 10 տարի բարձրաձայն արտասանված չէր լսել։ Եղբայրը, որ փորձել էր խլել նրանից ընկերությունը, որ կեղծել էր փաստաթղթեր, որ ստեր էր տարածել նրա հոգեկան առողջության մասին Հեղինեի Միքայելի կորստից հետո։ Եղբայրը, որին Եղիան կտրել էր իր կյանքից, առանց հետ նայելու։ Մի րոպե, պարոն Ռուբեն, ասաց տիկին Իրինան, դողացող ձայնով։
Նա ձեռքով ծածկեց հեռախոսը, վազեց Եղիայի աշխատասենյակ, որտեղ նա ֆինանսական հաշվետվություններ էր վերանայում։ Պարոն Սարգսյան, զանգ կա։ Պարոն Ռուբենն է։ Եղիան սառեց։ Նրա մատները կանգ առան համակարգչի ստեղնաշարի վրա։ Նա դանդաղ շրջվեց դեպի տիկին Իրինան։ Ռուբենը։ Այո, պարոն։ Նա գծի վրա է։ Եղիան խորը շունչ քաշեց։ Մի պահ մտածեց ասել, որ այստեղ չէ։ Բայց հետո հիշեց մի բան, որ Նարեն ասել էր իրենց աղոթքներից մեկի ժամանակ. Աստված, օգնիր վատ մարդկանց, որ նորից լավ դառնան։ Գուցե, մտածեց Եղիան, գուցե եղբայրը ուզում է քավել իր մեղքը։ Գուցե հաշտվելու հնարավորություն կա։ Զանգը փոխանցիր այստեղ, ասաց նա։ Տիկին Իրինան գլխով արեց վազելով վերադարձավ խոհանոց։ Վայրկյաններ անց աշխատասենյակի հեռախոսը զանգեց։ Եղիան պատասխանեց. Ալո։ Եղիա։ Եղբայրս։ Որքան ժամանակ Ռուբենի ձայնը չափազանց ուրախ էր։ Չափազանց ստիպողական։ Ռուբեն։ Ինչ ես ուզում։ Ախ, Եղիա, միշտ այդքան ուղիղ։ Չեմ կարող պարզապես զանգել իմանալու, ինչպես ես։ Կարող ես։ Բայց դու երբեք դա չես արել։ Այնպես որ նորից կհարցնեմ։ Ինչ ես ուզում։ Դադար եղավ։ Երբ Ռուբենը նորից խոսեց, տոնն այլ էր։ Ավելի լուրջ։ Լավ։ Ես էլ ուղիղ կլինեմ։ Ես լսել եմ, որ դու փոխվել ես։ Ավելի բաց։ Ավելի մարդկային, այսպես ասած։ Եղիան ճակատը գիտեց։ Ո՞վ է քեզ դա ասել։ Կարոր չէ։ Կարորն այն է, որ ես ուրախ եմ քեզ համար։ Անկեղծ։ Եվ մտածեցի, որ գուցե լավ ժամանակ է խոսելու։ Մեր միջ հարցերը լուծելու։ Լուծելու բան չկա, Ռուբեն։ Դու քո ընտրությունը կատարել ես 10 տարի առաջ։ Գիտեմ։ Եվ ամեն օր զղջում եմ։ Եղիա, ես հուսահատված էի։ Ընկերությունը չափազանց շատ էր աճում, ես կարծեցի, թե դու չես կարողանա միայնակ գլուխ հանել Հեղինեին Միքայելին կորցնելուց հետո։ Կարծեցի, թե քեզ պաշտպանում եմ։ Պաշտպանում, Եղիան դառը ծիծաղ արձակեց։ Դու փորձեցիր ինձ անգործունակ հայտարարել։ Փորձեցիր խլել այն, ինչ ես կառուցել եմ։ Դա պաշտպանություն չէ։ Դավաճանություն է։ Գիտեմ։ Եվ ես սխալվեցի։ Խորապես։ Բայց 10 տարի է անցել, Եղիա։ 10 տարի։ Ես փոխվել եմ։ Եվ ինչպես լսել եմ, դու նույնպես։ Չենք կարող փորձել նորից սկսել։ Եղիան ազատ ձեռքով դեմքը շփեց։ Նա ուզում էր հավատալ։ Ուզում էր մտածել, որ մարդիկ կարող են փոխվել, որ ընտանիքները կարող են վերամիավորվել։ Բայց վերքը խորն էր։ Ինչ ես ուզում կոնկրետ, Ռուբեն։ Ուզում եմ քեզ տեսնել։ Անձամբ։ Հաջորդ շաբաթ երանում եմ լինելու։ Կարող ենք ճաշել։ Միայն մենք երկուսով։ Խոսել որպես եղբայրներ։ Եղիան վարանեց։ Յուրաքանչյուր բնազդ նրան ասում էր մերժել։ Բայց հետո մտածեց Նարեի աղավնու մասին, թե ինչպես նրանք հայտնվեցին իր կյանքում, երբ նա ամենակիչն էր սպասում, ամեն ինչ փոխեցին։ Գուցե նա պետք է հնարավորություն տար։ Գուցե դա էր, ինչ Աստված ուզում էր։ Լավ։ Բայց ոչ այստեղ։ Չեզոք ռեստորանում։ Հիանալի է։ Իսկ ինչ կասես հաջորդ չորեքշաբթի, կեսօրին։ Այն իտալական ռեստորանը Սայաթ Նովայի պողոտայում։ Կարելի է։ Հիանալի։ Մինչ հանդիպում, եղբայր։ Եվ Եղիա, շնորհակալ եմ։ Իսկապես։ Զանգն ավարտվեց։ Եղիան լուռ նստած մնաց, հեռախոսը դեռ ձեռքին, փորձելով մարսել այն, ինչ հենց նոր տեղի ունեցավ։ Նրա մի մասը հույսով էր լցված։ Մյուս մասը, այն մասը, որ սովորել էր բոլորին կասկածել, զգոն էր։ Նա ոչ ոքի չպատմեց զանգի մասին։ Ոչ անմիջապես։ Բայց այդ գիշեր, Նարեի հետ աղոթքի ժամանակ, նա իմաստություն խնդրեց։ Խորաթափանցություն խնդրեց։ Եվ խնդրեց, որ Աստված պաշտպանի իրեն նորից խաբվելուց։ Նարեն նրա կողքին իր աղոթքն արեց սովորական պարզությամբ։
Աստված, շնորհակալ եմ մեկ օրվա համար։ Շնորհակալ եմ մայրիկիս, Քերի Եղիայի, տիկին Իրինայի, աճող արածաղիկների համար։ Եվ խնդրում եմ, հոգ տար այն մարդկանց մասին, ովքեր զայրացած են կամ վախեցած։ Օգնիր նրանց ավելի լավը դառնալ։ Եղիան հիացմունքով նայեց նրան։ Ինչպես կարող էր այդ երեխան այդքան մաքուր լինել։ Ինչպես էր կարողանում բարություն տեսնել նույնիսկ այնտեղ, որտեղ չկար։ Հաջորդող օրերին Եղիան ավելի լուր դարձավ։ Աղավնին նկատեց փոփոխությունը։ Նա նորից մի փոքր փակվեց, ավելի շատ ժամանակ էր անցկացնում աշխատասենյակում, լուր էր ճաշում։ Նա չհարցրեց։ Պարզապես դիտում էր։ Եվ աղոթում։ Աղոթում էր, որ այն, ինչ անհանգստացնում էր Եղիային, շուտ անցնի։ Նարեն նույնպես նկատեց։ Մի կեսօր նա գտավ Եղիային նստած այգում, նայելով լճակին, առանց իրականում որևէ բան տեսնելու։ Նա լուռ մոտեցավ նստեց նրա կողքին խոտի վրա։ Քերի Եղիա, դուք նորից տխուր եք։ Եղիան զարմացած նայեց նրան։ Ինչու՞։ Ես այդպես մտածում։ Որովհետև դուք չեք ժպտում։ Իսկ դուք սկսել էիք ժպտալ։ Եղիան սրտում սեղմում զգաց։ Ներիր, Նարե։ Ես պարզապես որոշ բաների մասին եմ մտածում։ Վատ բաների։ Դեռ չգիտեմ։ Գուցե։ Նարեն բռնեց նրա ձեռքը։ Գիտեք, մայրս ինչ է միշտ ասում։ Որ երբ մենք վախենում ենք, պետք է հիշենք լավ բաները։ Այդ ժամանակ վախը փոքրանում է։ Եղիան թեթակի ժպտաց։ Մայրդ իմաստուն է։ Այո։ Եվ դուք նույնպես։ Այնպես որ դուք կիմանաք, ինչ անել։ Եղիան սեղմեց նրա փոքրիկ ձեռքը։ Շնորհակալ եմ, Նարե։ Նրանք որոշ ժամանակ մնացին այնտեղ, լռության մեջ, պարզապես զգալով քամին դիտելով ամպերը։ Եվ Եղիան հասկացավ, որ չնայած անհանգստություններին, դեռ խաղաղություն կար։ Դեռ լույս կար։ Եվ դա բավական էր։ Չորեքշաբթին չափազանց արագ եկավ։ Եղիան հագավ իր լավագույն կոստյումներից մեկը, խնամքով սանրեց մազերը մեքենայով գնաց իտալական ռեստորան։ 10 րոպե շուտ հասավ խնդրեց հանգիստ սեղան, անկյունում, հետաքրքրասեր հայացքներից հեռու։ Ռուբենը ճիշտ կեսօրին հասավ, թանկարժեք կոստյումով, մուգ մազերը հետ սանրված, լայն ժպիտ դեմքին։ Եղիա, ասաց նա, ձեռքը մեկնելով։ Եղիան սեղմեց, բայց առանց ոգորության։ Նրանք նստեցին։ Գինի պատվիրեցին, հետո ուտելիք։ Զրույցը մակերեսային սկսվեց։ Ռուբենը խոսեց աշխատանքի, կնոջ, երեխաների մասին, որոնց Եղիան երբեք չէր հանդիպել։ Եղիան միավանք պատասխաններով էր արձագանքում, դեռ զգուշավոր։ Միայն ճաշի կեսին Ռուբենը վերջապես անցավ բուն թեմային։ Եղիա, ես գիտեմ, որ դու ինձ չես վստահում։ Եվ ես հասկանում եմ։ Բայց ես պետք է, որ դու իմանաս, որ ես իսկապես փոխվել եմ։ Եվ բաներից մեկը, որ սովորել եմ, ընտանիքի կարողությունն է։ Այդ պատճառով ուզում եմ քեզ հրավեր անել։ Ինչ հրավեր։ Արտաշեսն ու ես ընթրիք ենք կազմակերպում։ Ընտանեկան հավաքույթ։ Նա նույնպես ուզում է հաշտվել քեզ հետ։ Ուզում ենք, որ դու գաս։ Որ ճանաչես մեր երեխաներին։ Որ մենք կարողանանք, վերջապես, նորից եղբայրներ լինել։ Եղիան պատառաքաղը դրեց ափսեի մեջ, կասկածամտությունը մեծանալով։ Արտաշեսն էլ է դա ուզում։ Այո։ Նա նույնքան է փոխվել, որքան ես։ Եղիա, մենք սխալվել ենք։ Խորապես։ Բայց դու չես կարող մեզ պատժել մինչ կյանքի վերջ։ Ես ոչ ոքի չեմ պատժում։ Պարզապես պաշտպանվում եմ։ Ինչից։ Մեզնից։ Մենք քո եղբայրներն ենք։ Մենք քո միակ ընտանիքն ենք։ Ոչ։ Դուք չեք։ Բառերը դուրս թռան, նախքան Եղիան կկարողանար վերահսկել դրանք։ Ռուբենը թարթեց, շփոթված։ Ինչ ես ասում։ Եղիան խորը շունչ քաշեց։ Ես հիմա ընտանիք ունեմ։ Ոչ արյունակցական։ Ընտրությամբ։ Եվ նրանք ինձ հետ ավելի լավ են վարվում, քան դուք երբե։ Վարվել եք։ Ռուբենի դեմքը կարմրեց։ Դու այդ սպասուհու նրա դստեր մասին ես խոսում։ Եղիան զայրույթի ալիք զգաց։ Դու ինչպես գիտես նրանց մասին։
Ես իմ կապերն ունեմ։ Եվ Եղիա, Աստծո սիրուն, քեզ խաբում են։ Այդ կինն ակնհայտորեն օգտվում է քեզնից։ Նա տեսել է հարուստ, միայնակ, խոցելի տղամարդու մտել է քո կյանք երեխայի հետ, քո զգացմունքները շահարկելու համար։ Դուրս արի այստեղից։ Եղիայի ձայնը ցածր էր, բայց վտանգավոր։ Եղիա, լսիր։ Ասացի, դուրս արի այստեղից։ Հիմա։ Ռուբենը վեր կացավ, ձեռքերը բարձրացրած հանձնվելու նշանով։ Լավ։ Ես կգնամ։ Բայց մտածիր իմ ասացի մասին։ Այդ մարդիկ քո ընտանիքը չեն։ Մենք ենք։ Նա գնաց, Եղիային մենակ թողնելով սեղանի շուրջ։ Եղիան վճարեց հաշիվը լուռ վերադարձավ տուն, զայրույթը եռալով իր ներսում։ Ինչպես էր Ռուբենը համարձակվում դատել աղավնուն Նարեին։ Ինչպես էր համարձակվում կասկածի տակ դնել միակ լավ բանը, որ տեղի էր ունեցել իր կյանքում տարիների ընթացքում։ Երբ հասավ առանձնատուն, աղավնին այգում էր Նարեի հետ։ Տեսնելով Եղիային մեքենայից դուրս գալիս այդ փակ արտահայտությամբ, նա հասկացավ, որ ինչ-որ բան այն չէ։ Պարոն Սարգսյան, ամեն ինչ կարգին է։ Եղիան կանգ առավ, նայեց նրան, հետո Նարեին, որը փոքրիկ ցնցուղով արածաղիկներն էր ջրում։ Եվ մի բան իր ներսում տեղի տվեց։ Ոչ։ Կարգին չէ։ Բայց կլինի։ Այդ գիշեր Եղիան ամեն ինչ պատմեց աղավնուն։ Ռուբենի զանգի մասին։ Ճաշի մասին։ Մեղադրանքների մասին։ Աղավնին լուռ լսում էր, դեմքն ավելի ու ավելի գունատվելով։ Պարոն Սարգսյան, եթե դուք կարծում եք, որ մենք օգտվում ենք, մենք կարող ենք գնալ։ Ես երբեք չեմ ուզեցել։ Ոչ։ Եղիան ընդհատեց նրան։ Դու ոչ մի տեղ չես գնալու։ Ռուբենը սխալվում է։ Լիովին սխալվում է։ Դուք այստեղ շահի համար չեք։ Դուք այստեղ եք, որովհետև Աստված այդպես է կամեցել։ Եվ ես թույլ չեմ տա, որ որևէ մեկը դա փչացնի։ Աղավնին աչքերը խոնավացած զգաց։ Շնորհակալ եմ։ Ոչ։ Շնորհակալ եմ քեզ, որ ինձ հիշեցրեցիր, որ աշխարհում դեռ բարություն կա։ Բայց խաղաղությունը կարճ տեց։ 2 օր անց Ռուբենը նորից զանգեց։ Այս անգամ տոնն այլ էր։ Ավելի սառը։ Եղիա, ես փորձեցի քաղաքակիրթ լինել։ Փորձեցի քեզ զգուշացնել։ Բայց դու չուզեցիր լսել։ Այնպես որ հիմա ես ստիպված կլինեմ միջոցներ ձեռնարկել։ Ինչ միջոցներ։ Ես հետախույզ եմ վարձել։ Եվ հետաքրքիր բաներ եմ պարզել քո սպասուհու մասին։ Գիտեիր, որ նա հսկայական պարտքեր ունի։ Որ ամուսինը նրան թողել է աղքատության մեջ։ Նա հուսահատված է, Եղիա։ Եվ դու կատարյալ լուծում ես։ Դու զառանցում ես։ Այդպես է։ Ապա բացատրիր, թե ինչու է նա դստերը օգտագործել քեզ էմոցիոնալ շահարկելու համար։ Այդ ամբողջ համատեղ աղոթքի տեսարանը բեմադրված էր։ Աղջիկն իրականում համրել չէր։ Ամեն ինչ թատրոն էր։ Եղիան զգաց, թե ինչպես է արյունը սառչում։ Դու չգիտես, ինչի մասին ես խոսում։ Գիտեմ։ Եվ եթե դու զգույշ չլինես, կվերջացնես ամեն ինչ կորցնելով։ Նորից։ Զանգն ավարտվեց։ Եղիան կանգնած մնաց, հեռախոսը ձեռքին, սիրտը անկանոն բաբախելով։ Նա չէր հավատում Ռուբենին։ Չէր կարող հավատալ։ Բայց կասկածի սերմը ցանվել էր։ Եվ կասկածները, Եղիան գիտեր, կարող էին ամեն ինչ ոչնչացնել։ Այդ գիշեր, շաբաթների ընթացքում առաջին անգամ, Եղիան միայնակ աղոթեց։ Ոչ թե որովհետև Նարեն չէր հայտնվել, այլ որովհետև նա խնդրեց, որ նա չգա։ Ասաց, որ իրեն ժամանակ է պետք։ Նարեն համաձայնեց, բայց նրա աչքերը տխուր էին։ Աղավնին անմիջապես նկատեց փոփոխությունը։ Եղիան նորից փակվեց։ Նորից սկսեց միայնակ ճաշել։ Նորից սկսեց խուսափել շփումից։ Եվ նա հասկացավ, որ ինչ-որ բան շատ սխալ է։ Տիկին Իրինան էր, որ պատմեց։ Մարդիկ խառնվում են նրա կյանքին, աղավնի։ Եղբայրները։ Նրանք երբեք չեն ընդունել, որ նա կապերը խզել է։ Եվ հիմա, երբ տեսան, որ նա նորից երջանիկ է, փորձում են ամեն ինչ փչացնել։ Աղավնին զգաց, թե ինչպես է ստամոքսը շրջվում։
Ինչ անեմ, տիկին Իրինա։ Դու աղոթիր, աղջիկս։ Եվ վստահիր։ Ճշմարտությունը միշտ երան է գալիս։ Բայց աղավնին վախենում էր։ Վախենում էր կորցնել միակ վայրը, որտեղ իրեն ապահով էր զգացել։ Վախենում էր, որ Նարեն կկորցնի այն տղամարդուն, որին սկսել էր սիրել որպես պապիկ։ Վախենում էր, որ ամեն ինչ կփլուզվի։ Եվ հետո, կիրակի առավոտյան, ամեն ինչ վատթարացավ։ Ռուբենն ու Արտաշեսը հայտնվեցին առանձնատան դռան մոտ, առանց զգուշացնելու, փաստաբանի ուղեկցությամբ։ Տիկին Իրինան փորձեց կանգնեցնել նրանց, բայց նրանք պնդեցին. Մենք իրավունք ունենք տեսնելու մեր եղբորը։ Եվ մենք ապացույցներ ունենք, որ նրան շահարկում են։ Եղիան իջավ, զայրացած. Ինչ եք անում այստեղ։ Եկել ենք քեզ փրկելու, եղբայր, ասաց Արտաշեսը, ձգձգված ձայնով։ Եվ մենք ապացույցներ ունենք։ Փաստաբանը բացեց թղթապանակը, փաստաթղթեր հանեց։ Պարոն Սարգսյան, մենք հետաքննություն ենք անցկացրել տիկին Աղավնի Գասպարյանի վերաբերյալ։ Եվ պարզել ենք, որ նա ունի պարտքերի, դատական գործերի պատմություն, որ նա ֆինանսական հուսահատ վիճակում էր, երբ թակեց ձեր դուռը։ Բացի այդ, մենք ապացույցներ ենք գտել, որ աղջիկը համր չէ։ Երբեք չի եղել։ Ամեն ինչ խաբեություն էր։ Եղիան զգաց, թե ինչպես է հողը փախչում իր ոտքերի տակից։ Ինչ ապացույցներ։ Փաստաբանը տվեց բժշկական եզրակացություններ, փաստաթղթեր, ձայնագրություններ։ Եղիան թերթեց ամեն ինչ, սիրտը արագացած։ Ճիշտ էր։ Նարեն համրության ախտորոշում չուներ։ Բժիշկներն ասել էին, որ հոգեբանական է, բայց նա կարող է կատարյալ խոսել։ Դա ոչինչ չի ապացուցում, ասաց նա, դողացող ձայնով։ Ապացուցում է, որ նա դստերն օգտագործել է քեզ շահարկելու համար, ասաց Ռուբենը։ Եվ մենք դա թույլ չենք տա։ Կամ դու հիմա այս կնոջը դուրս ես հանում, կամ մենք դատարան ենք դիմելու։ Մենք կապացուցենք, որ քեզ խաբում են, որ դու լիարժեք հոգեկան վիճակում չես, մենք կվերցնենք ընկերության վերահսկողությունը։ Նորից։ Եղիան նայեց եղբայրներին։ Եվ տեսավ այն, ինչ միշտ այնտեղ էր, ագահություն։ Նախանձ։ Չարություն։ Նրանք չէին փորձում իրեն պաշտպանել։ Փորձում էին իրեն ոչնչացնել։ Բայց նախքան կկարողանար պատասխանել, մի փոքրիկ ձայն արձագանքեց սենյակում. Դուք ստում եք։ Բոլորը շրջվեցին։ Նարեն կանգնած էր աստիճանների վերում, բռնած աղավնու ձեռքը։ Նրա աչքերը լի էին արցունքներով, բայց ձայնը հաստատուն էր։ Ես երբեք չեմ ստել քերի Եղիային։ Երբեք։ Եվ մայրս էլ։ Մենք եկել ենք այստեղ, որովհետ կարիք ունեինք։ Բայց մենք մնացինք, որովհետ մենք իրար սիրում ենք։ Եվ դա սուտ չէ։ Ռուբենը ծիծաղեց։ Տեսաք։ Աղջիկը կատարյալ խոսում է։ Ամեն ինչ թատրոն էր։ Բայց Եղիան Ռուբենին չէր լսում։ Նա նայում էր Նարեին։ Եվ տեսավ ճշմարտությունն այդ աչքերում։ Տեսավ սեր։ Տեսավ մաքրություն։ Տեսավ այն ամենը, ինչ կարոր էր։ Նա շրջվեց դեպի եղբայրները ասաց ամենահաստատուն ձայնով, որ երբեք օգտագործել էր. Դուրս եկեք իմ տնից։ Հիմա։ Եղիա։ Ասացի, դուրս եկեք։ Եվ այլս երբեք մի վերադարձեք։ Դուք իմ ընտանիքը չեք։ Երբեք չեք եղել։ Ռուբենն ու Արտաշեսը ցնցվեցին։ Փաստաբանը փորձեց վիճել, բայց Եղիան արդեն հավաքում էր իր սեփական փաստաբանի համարը, խնդրելով, որ անմիջապես գա դատի տա եղբայրներին ներխուժման, զրպարտության հետապնդման համար։ Երեքը դուրս եկան, զայրացած, վրեժխնդրություն խոստանալով։ Բայց Եղիային դա չհետաքրքրեց։ Նա նայեց Նարեին աղավնուն, որ դեռ աստիճանների վերում էին, բացեց ձեռքերը։ Եկեք այստեղ։ Նրանք վազելով իջան։ Եվ այնտեղ, առանձնատան գլխավոր սենյակում, երեքը գրկախառնվեցին։ Լաց եղան։ Եվ միասին աղոթեցին։ Եվ Եղիան իմացավ, բացարձակ վստահությամբ, որ ճիշտ ընտրություն է կատարել։ Ընտանիքը արյունը չէր։ Սերն էր։ Ընտրությունն էր։ Համատեղ հավատն էր։ Եվ նա վերջապես դա ուներ։ Ռուբենի Արտաշեսի հետ առճակատմանը հաջորդող օրերը լուռ լարվածություն բերեցին առանձնատուն։
Եղիան իր որոշումը կայացրել եղբայրներին դուրս էր հանել, բայց նրանց ցանած կասկածի սերմը դեռ ծլում էր նրա մտքի որե մութ անկյունում։ Ոչ թե նա կասկածում էր աղավնուն կամ Նարեին։ Նա սրտի խորքում գիտեր, որ նրանք անկեղծ են։ Բայց Ռուբենի խոսքերն արձագանքում էին, ստեղծելով մի անհանգստություն, որը նա չէր կարողանում լիովին անտեսել։ Աղավնին նկատեց փոփոխությունը։ Եղիան նորից բարի էր, բայց նրա աչքերում նոր հեռավորություն կար։ Նա այլս նույն թեթությամբ չէր մասնակցում ընթրիքներին։ Ավելի քիչ էր ժպտում։ Եվ թե դեռ ամեն գիշեր աղոթում էր Նարեի հետ, կար մի անտեսանելի պատ, որը նախկինում չկար։ Երեքշաբթի օրվա անձրոտ մի կեսօր, գրադարանը կարգի բերելիս, Աղավնին մի բան գտավ, որը նրան ստիպեց կանգ առնել։ Դա հին, ժամանակից դեղնած ծրար էր, թաքնված Հայաստանի պատմության մասին հաստ գրքի էջերի մեջ։ Ծրարի վրա ուղարկող չկար, միայն Հեղինե անունն էր գրված Եղիայի գեղեցիկ ձեռագրով։ Աղավնին վարանեց։ Գիտեր, որ չպետք է բացի։ Դա անձնական, մտերիմ մի բան էր։ Բայց մի բան իր ներսում պնդում էր, որ պետք է տեսնի։ Դողացող ձեռքերով բացեց ծրարը։ Ներսում նամակ կար, թվագրված 15 տարի առաջ։ Դա Եղիայից էր Հեղինեին, գրված նրանց հարսանիքից քիչ առաջ։ Աղավնին սկսեց կարդալ զգաց, թե ինչպես են աչքերը խոնավանում յուրաքանչյուր տողից։ Եղիան խոսում էր իր վախերի, անվստահության, բավականաչափ լավը չլինելու վախի մասին։ Խոսում էր այն մասին, թե ինչպես են եղբայրները միշտ ստիպել իրեն զգալ թերարժեք, միշտ փորձել ստվերել իրեն, միշտ կասկածել իր կարողություններին։ Եվ խոսում էր այն մասին, թե ինչպես Հեղինեն միակ մարդն էր, որ ստիպում էր իրեն զգալ, որ ինքը կարոր է, որ ինքը բավարար է, որ իրեն սիրում են առանց պայմանների։ Աղավնին զգուշորեն ծալեց նամակը հետ դրեց ծրարի մեջ։ Հիմա հասկանում էր։ Հասկանում էր, թե ինչու էր Եղիան այդքան փակվել Հեղինեի կորստից հետո։ Հասկանում էր, թե ինչու էր եղբայրների դավաճանությունն այդքան կործանարար եղել։ Հասկանում էր, թե ինչու էր նա այդքան վախենում նորից վստահել։ Նա պետք է ինչ-որ բան աներ։ Պետք է ցույց տար Եղիային, որ նա մենակ չէ։ Որ նա այլս երբեք մենակ չի լինի։ Այդ գիշեր, երբ Նարեն քնեց, Աղավնին թակեց Եղիայի աշխատասենյակի դուռը։ Նա նստած էր խորանի առջ, բայց չէր աղոթում։ Պարզապես նայում էր փայտե խաչին դատարկ արտահայտությամբ։ Պարոն Սարգսյան, կարող եմ ներս մտնել։ Նա զարմացած շրջվեց։ Իհարկե։ Ներս եկեք։ Աղավնին ներս մտավ, հետից փակեց դուռը։ Մի պահ կանգնեց, քաջություն հավաքելով, հետո ասաց. Ես պետք է ձեզ հետ կարևոր բանի մասին խոսեմ։ Եղիան ճակատը կիտեց։ Ինչ-որ բան է պատահել։ Ոչ։ Այսինքն, այո։ Բայց ոչ այնպես, ինչպես դուք եք մտածում։ Նա խորը շունչ քաշեց։ Ես այսօր նամակ գտա։ Ձեր նամակը Հեղինեին։ Գիտեմ, որ չպետք է կարդայի, բայց կարդացի։ Եվ հիմա ես հասկանում եմ։ Եղիան լարվեց։ Ինչ եք հասկանում։ Թե ինչու եք դուք այդքան վախենում։ Թե ինչու է ձեզ համար այդքան դժվար վստահել։ Թե ինչու են ձեր եղբայրները կարողանում այդպես ազդել ձեզ վրա։ Աղավնին մի քայլ առաջ արեց։ Պարոն Սարգսյան, ես գիտեմ, որ դուք վախենում եք, որ մենք այստեղ շահի համար ենք։ Գիտեմ, որ ձեր եղբայրներն այդ գաղափարը դրել են ձեր գլխում։ Եվ ես հասկանում եմ։ Այն ամենից հետո, ինչի միջով դուք անցել եք, ես հասկանում եմ։ Աղավնի, ես չեմ կարծում։ Թույլ տվեք ավարտեմ։ Խնդրում եմ։ Նա նստեց նրա դիմացի աթոռին, ձեռքերը խաչած ծնկներին։ Ես լիովին անկեղծ կլինեմ ձեզ հետ։ Ճիշտ է, որ ես հուսահատված էի, երբ թակեցի ձեր դուռը։ Ճիշտ է, որ ես պարտքեր ունեի։ Որ գնալու տեղ չունեի։ Որ ինձ աշխատանք, տանիք, հնարավորություն էր պետք։ Այդ ամենը ճիշտ է։ Եղիան լուր դիտում էր նրան, դեմքն անվերծանելի։ Բայց ճիշտ է նա, որ ես երբեք, ոչ մի վայրկյան, չեմ մտածել ձեզ խաբելու մասին։ Ես երբեք չեմ օգտագործել Նարեին որևէ բան շահարկելու համար։ Նա դադարեց խոսել, որովհետև հայրը հեռացավ, նա չգիտեր, ինչպես հաղթահարել ցավը։ Նա նորից սկսեց խոսել այստեղ, որովհետև դուք նրան ստիպեցիք իրեն ապահով զգալ։ Որովհետև դուք, նույնիսկ առանց նկատելու, նրան տվեցիք մի բան, որը նա կորցրել էր, հայրական կերպար։
Մեկը, ում նա կարող էր վստահել։ Աղավնին սրբեց հոսող արցունքը։ Եվ ես գիտեմ, որ դուք ինձ ոչինչ պարտք չեք, որ դուք կարող եք մեզ ցանկացած պահի դուրս հանել։ Բայց ես պետք է, որ դուք իմանաք, որ ինձ Նարեի համար դուք գործատու չեք։ Դուք ընտանիք եք։ Իսկական ընտանիք։ Այն տեսակից, որին մենք ընտրում ենք։ Այն տեսակից, որին մենք սիրում ենք։ Հաջորդած լռությունը խիտ էր։ Եղիան նայում էր աղավնուն այնպիսի լարվածությամբ, որ նրան թվում էր, թե նա կարդում է իր հոգին։ Եվ հետո, վերջապես, նա խոսեց. Ես գիտեմ։ Աղավնին թարթեց, շփոթված. Գիտեք։ Ես գիտեմ, որ դուք այստեղ շահի համար չեք։ Ես միշտ գիտեի։ Բայց իմ եղբայրները նրանք խառնում են իմ միտքը։ Նրանք հստակ գիտեն, թե որտեղ սեղմել, որպեսզի ես ամեն ինչի մասին կասկածեմ։ Եվ ես ատում եմ դա։ Ատում եմ, որ նրանք դեռ այդ իշխանությունն ունեն իմ վրա։ Ապա ինչու։ Եք թույլ տալիս։ Եղիան հոգոց հանեց, դեմքը շփելով ձեռքերով։ Որովհետ խորքում, աղավնի, ես դեռ վախենում եմ։ Վախենում եմ նորից խաբվելուց։ Վախենում եմ նորից կորցնելուց։ Վախենում եմ վստահելուց պարզելուց, որ սխալվել եմ։ Նա հոգնած աչքերով նայեց նրան։ Ես այնքան շատ բան եմ կորցրել։ Կնոջս։ Որդուս։ Ընտանիքս։ Հավատս մարդկանց հանդեպ։ Եվ երբ դուք Նարեն հայտնվեցիք, ես զգացի մի բան, որը տարիներ շարունակ չէի զգացել՝ հույս։ Բայց հույսը վտանգավոր է, աղավնի։ Որովհետև երբ դու հույս ունես, կարող ես հիասթափվել։ Աղավնին վեր կացավ, քայլեց դեպի նա ծնկի իջավ աթոռի կողքին։ Վերցրեց նրա ձեռքն իր ձեռքերի մեջ։ Պարոն Սարգսյան, ես չեմ կարող խոստանալ, որ կյանքն այլս ցավ չի բերի։ Ոչ ոք չի կարող դա խոստանալ։ Բայց ես կարող եմ խոստանալ, որ քանի դեռ մենք այստեղ ենք, մենք ձեր կողքին կլինենք։ Միշտ։ Եվ դա ոչ թե որովհետև դուք փող կամ մեծ առանձնատուն ունեք, այլ որովհետև դուք բարի սիրտ ունեք։ Եվ մենք ձեզ սիրում ենք։ Իսկապես։ Եղիան զգաց, թե ինչպես է կոկորդը սեղմվում։ Նա նայեց աղավնու ձեռքին, որ բռնել էր իրենը, այնքան փոքր, այնքան փխրուն, բայց այնքան ամուր։ Եվ թույլ տվեց, որ արցունքները վերջապես հոսեն։ Ես էլ եմ ձեզ սիրում, շշնջաց նա։ Եվ դա ինձ սարսափեցնում է։ Աղավնին ժպտաց արցունքների միջից։ Ուրեմն մենք միասին կվախենանք։ Բայց մենք մենակ չենք լինի։ Նրանք երկար րոպեներ մնացին այնտեղ, պարզապես ձեռք ձեռքի բռնած, կիսելով լռությունը, ցավը, հույսը։ Եվ երբ վերջապես վեր կացան, մի բան փոխվել էր։ Անտեսանելի պատը փլուզվել էր։ Եվ նրա տեղում միայն սեր կար։ Հաջորդող օրերին Եղիան սկսեց հետաքննել իր սեփական եղբայրներին։ Նա վարձեց վստահելի փաստաբան, պարոն Մովսես Տավիթյանին, լուրջ իրավասու մի մարդու, որը տարիներ շարունակ աշխատել էր նրա հետ։ Պարոն Տավիթյանը արագորեն հետաքրքիր բաներ պարզեց։ Ռուբենն ու Արտաշեսը ֆինանսական դժվարությունների մեջ էին։ Լուրջ դժվարությունների։ Արտաշեսը վատ ներդրումներ էր արել, գրեթե ամեն ինչ կորցրել։ Ռուբենին դատի էին տվել անշարժ գույքի գործարքում խարդախության համար։ Նրանց փող էր պետք։ Եվ Եղիան, իր անձեռնմխելի հարստությամբ առանց ժառանգների, կատարյալ թիրախ էր։ Նրանք նորից փորձում են ձեզ անգործունակ հայտարարել, բացատրեց պարոն Տավիթյանը աշխատասենյակում հանդիպման ժամանակ։ Գաղափարն այն է, որ օգտագործեն այն փաստարկը, որ դուք էմոցիոնալ շահարկման եք ենթարկվում, սպասուհու կողմից իռացիոնալ որոշումներ եք կայացնում։ Եթե հաջողեն, կարող են ստանձնել ընկերության ունեցվածքի վերահսկողությունը։ Եղիան զայրույթի եռալ զգաց։ Նրանք չեն հաջողի։ Չեն հաջողի։ Բայց մենք պետք է խելացի լինենք։ Նրանք կփորձեն գտնել ցանկացած բան, որ կարող են օգտագործել ձեր դեմ։ Ցանկացած ապացույց, որ դուք ազդեցության տակ եք։ Հենց այդ ժամանակ Եղիայի մտքով մի գաղափար անցավ։ Պարոն Տավիթյան, ես ուզում եմ որոշ փոփոխություններ անել իմ կտակում։ Փաստաբանը հոնքերը բարձրացրեց։ Ինչ փոփոխություններ։ Ուզում եմ ամեն ինչ թողնել աղավնուն Նարեին։ Տունը, ընկերությունը, ամեն ինչ։ Եվ ուզում եմ երաշխավորել, որ իմ եղբայրները ոչինչ չստանան։ Պարոն Տավիթյանը վարանեց։
Պարոն Սարգսյան, ես հասկանում եմ ձեր հիասթափությունը, բայց դա կարող է հենց այն լինել, ինչ նրանց պետք է փաստարկելու, որ դուք շահարկման եք ենթարկվում։ Ապա, ինչ անեմ։ Թողնեմ, որ նրանք հաղթեն։ Ոչ։ Բայց մենք պետք է ավելի ռազմավարական լինենք։ Իսկ ինչ կասեք բարեգործական հիմնադրամ ստեղծելու մասին։ Հարստության մեծ մասը թողնել սոցիալական նպատակների, որտեղ աղավնին կլինի կառավարիչը։ Այդպես դուք կօգնեք կարիքավորներին, կապահովեք աղավնու Նարեի ապագան, կվերացնեք շահարկման փաստարկը։ Եղիան մի պահ մտածեց։ Եվ հետո ժպտաց։ Կատարյալ է։ Նրանք հաջորդ շաբաթներն անցկացրին փաստաթղթերի վրա աշխատելով։ Եղիան ստեղծեց Հեղինե Միքայել Սարգսյան հիմնադրամը, ի պատիվ իր կնոջ որդու։ Հիմնադրամի նպատակը կլիներ օգնել խոցելի վիճակում գտնվող ընտանիքներին, առաջարկելով բնակարան, կրթություն, էմոցիոնալ աջակցություն։ Աղավնին կլիներ տնօրենը, արժանապատիվ աշխատավարձով որոշումներում լիակատար ինքնավարությամբ։ Եվ առանձնատունը կվերածվեր հիմնադրամի կենտրոնակայանի, մի վայր, որտեղ կոտրված ընտանիքները կարող էին գտնել ապաստան նոր սկիզբ։ Երբ Եղիան պատմեց աղավնուն ծրագրի մասին, նա ցնցվեց։ Պարոն Սարգսյան, ես չեմ կարող դա ընդունել։ Դա չափազանց շատ է։ Շատ չէ։ Ճիշտ է։ Դուք Նարեն ինձ սովորեցրիք, որ հավատը պահելու բան չէ։ Այն կիսելու բան է։ Եվ ես ուզում եմ կիսել այն ամենը, ինչ ունեմ, նրանց հետ, ովքեր իսկապես կարիք ունեն։ Իսկ ձեր եղբայրները։ Նրանք դա չեն ընդունի։ Չեն ընդունի։ Բայց դա կարևոր չէ։ Նրանք ոչ մի իրավական իրավունք չունեն։ Եվ նույնիսկ եթե փորձեն վիճարկել, պարոն Տավիթյանը երաշխավորել է, որ ամեն ինչ իրավաբանորեն պաշտպանված է։ Աղավնին ամուր գրկեց Եղիային։ Շնորհակալ եմ։ Ոչ միայն սրա համար, այլ մեզ վստահելու համար։ Մեզ հնարավորություն տալու համար։ Շնորհակալ եմ ձեզ, ինձ նորից ապրելու պատճառ տալու համար։ Նարեն, որ ամեն ինչ լսել էր դռան մոտից, վազելով ներս մտավ, միացավ գրկախառնությանը։ Մենք այնքան շատ մարդկանց ենք օգնելու, քեռի Եղիա։ Այնքան լավ է լինելու։ Եղիան ծիծաղեց, դա անկեղծ, թեթ, կյանքով լի ծիծաղ էր։ Այո, փոքրիկս։ Այո։ Բայց խաղաղությունը կարճ տեց։ Ռուբենն ու Արտաշեսը, իմանալով Եղիայի ծրագրերի մասին ընկերության դավաճան աշխատակցի միջոցով, խուճապի մատնվեցին։ Նրանք գիտեին, որ եթե կտակը փոխվի, հիմնադրամը ստեղծվի, կկորցնեն որևէ բան ժառանգելու ցանկացած հնարավորություն։ Եվ հետո, նրանք հուսահատ մի բան արեցին։ Նրանք մեկին վարձեցին առանձնատանը գողության ապացույցներ տեղադրելու համար։ Գաղափարը պարզ էր, արժեքավոր իր դնել աղավնու կամ Նարեի սենյակում, բացահայտել գողությունը, ոստիկանություն կանչել դա օգտագործել որպես ապացույց, որ Եղիային խաբում է հանցագործը։ Ընտրված իրը հին աստվածաշունչն էր, կաշվով կազմված, ոսկեզոծ էջերով, որը պատկանում էր Եղիայի անձնական հավաքածուին։ Դա հազվագյուտ նմուշ էր, գնահատված 100 հազարավոր դրամներով։ Ծրագիրն էր այն դնել Նարեի սենյակում գիշերը, երբ բոլորը քնած լինեին, հետո բացահայտել այն հաջորդ առավոտյան անակնկալ այցի ժամանակ։ Բայց այն, ինչ Ռուբենն ու Արտաշեսը չգիտեին, այն էր, որ տիկին Իրինան, ի սկզբանե կասկածելով նրանց մտադրություններին, Եղիայի խնդրանքով առանձնատան ողջ տարածքում զուսպ անվտանգության տեսախցիկներ էր տեղադրել։ Եվ ամեն ինչ ձայնագրվեց։ Դավաճան աշխատակիցը մտնում է Նարեի սենյակ։ Աստվածաշունչը դնում պահարանի մեջ։ Դուրս գալիս առանց աղմուկի։ Հաջորդ առավոտյան, ինչպես պլանավորված էր, Ռուբենն ու Արտաշեսը հայտնվեցին առանձնատանը այլ, ավելի ագրեսիվ փաստաբանի հետ։ Պահանջեցին ներս մտնել, պնդելով, որ տեղեկություններ ունեն, որ Եղիայի հավաքածուից արժեքավոր իր է գողացվել։ Եղիան, արդեն պատրաստված պարոն Տավիթյանի կողմից, թույլ տվեց, որ ներս մտնեն։ Որտեղ է իրը, հարցրեց նա, անհանգստություն ծածնելով։ Ձեր սպասուհու սենյակում, իհարկե, ասաց Ռուբենը թունավոր ժպիտով։ Գնանք ստուգելու։ Նրանք բարձրացան աղավնու Նարեի սենյակ։ Փաստաբանը բացեց պահարանը, դրամատիկ կերպով, դուրս քաշեց հին աստվածաշունչը։ Ահա այն։ Գողության ապացույց։ Աղավնին գունատվեց։ Ես չգիտեմ, ինչպես է դա այստեղ հայտնվել։ Երդվում եմ։ Իհարկե չգիտես, ծաղրեց Արտաշեսը։ Որովհետև դու գողացել ես։
Ոչ, նա չի գողացել, հանգիստ ասաց Եղիան։ Որովհետ ես հստակ գիտեմ, թե ով է դա այնտեղ դրել։ Ռուբենը ճակատը գիտեց։ Ինչի՞ մասին ես խոսում։ Եղիան վերցրեց իր բերած պլանշետը, ցույց տվեց անվտանգության տեսախցիկների պատկերները։ Ձայնագրությունը հստակ ցույց էր տալիս աշխատակցին, որը մտնում է սենյակ թաքցնում Աստվածաշունչը։ Եվ ավելին, ցույց էր տալիս Ռուբենին, որը փող է տալիս աշխատակցին փողոցում նախորդ գիշեր։ Դուք փորձել եք մեղադրել աղավնուն, ասաց Եղիան, սառույցի պես սառը ձայնով։ Դուք ներխուժել եք իմ տուն, կաշառել աշխատակցի, կեղծ ապացույցներ տեղադրել։ Դա հանցագործություն է։ Բազմաթիվ հանցագործություններ, իրականում։ Փաստաբանը սպիտակեց։ Ռուբենն ու Արտաշեսը փորձեցին վիճել, բայց ասելու բան չկար։ Ապացույցն անհերքելի էր։ Պարոն Տավիթյանն արդեն դիմում է ոստիկանություն, շարունակեց Եղիան։ Դուք կպատասխանեք բնակարան ներխուժելու, փաստաթղթերի կեղծման, զրպարտության խարդախության փորձի համար։ Եվ ես կհամոզվեմ, որ դուք վճարեք այդ հանցագործություններից յուրաքանչյուրի համար։ Եղիա, մենք քո եղբայրներն ենք, բղավեց Արտաշեսը, հուսահատված։ Ոչ։ Դուք չեք։ Դուք երբեք չեք եղել։ Եվ հիմա, դուք ինձ համար ոչինչ եք։ Ոստիկանությունը րոպեներ անց ժամանեց։ Ռուբենը, Արտաշեսը աշխատակիցը ձերբակալվեցին հանցանքի վայրում։ Փաստաբանին հաջողվեց փախչել, բայց նրա փաստաբանական լիցենզիան կհետաքննվեր խարդախ սխեմայում մասնակցության համար։ Երբ բոլորը գնացին, Եղիան շրջվեց դեպի աղավնին, որը դողում էր, գրկած Նարեին։ Ամեն ինչ կարգին է։ Ավարտվեց։ Նրանք փորձեցին ինձ ոչնչացնել, շշնջաց աղավնին։ Դեռ ցնցված։ Եվ ձախողվեցին։ Որովհետև ճշմարտությունը միշտ երան է գալիս, աղավնի։ Միշտ։ Բայց աղավնուն մխիթարելիս Եղիան վերցրեց Աստվածաշունչը, որն օգտագործվել էր որպես խայծ։ Մի բան գրավեց նրա ուշադրությունը։ Նա բացեց այն, առաջին էջում տեսավ նվիրատվություն, գրված իր սեփական ձեռագրով, տասնամյակներ առաջ։ Սուրբ Անտոնի մանկատանը, հավատով հույսով։ Թող այս գիրքը լույս բերի նրանց սրտերին, ովքեր ամենաշատն ունեն դրա կարիքը։ Եղիա Սարգսյան։ Նա սառեց։ Այդ Աստվածաշունչը չպետք է այստեղ լիներ։ Նա այն նվիրաբերել էր ավելի քան 20 տարի առաջ։ Ինչպես էր այն վերադարձել իր հավաքածու։ Աղավնի, ձեր ամուսինը որտեղից էր։ Աղավնին թարթեց, շփոթված թեմայի փոփոխությունից։ Սանից, պարոն։ Ինչու։ Նա որե մանկատանն է մեծացել։ Աղավնին գունատվեց։ Այո։ Սուրբ Անտոնի մանկատանը։ Նա այնտեղ է եղել 5-ից 18 տարեկան։ Ինչպես գիտեք։ Եղիան ցույց տվեց նվիրատվությունը։ Աղավնին կարդաց, նրա ոտքերը թուլացան։ Նարեն բռնեց մոր ձեռքը, լիովին չհասկանալով, թե ինչ է կատարվում։ Այս Աստվածաշունչը պատկանել է ձեր ամուսնուն, ասաց Եղիան, դողացող ձայնով։ Ես այն նվիրաբերել եմ մանկատանը, որտեղ նա մեծացել է։ Տարիներ առաջ։ Եվ ինչ-որ կերպ, այն վերադարձել է։ Կարծես Աստված ցույց էր տալիս, որ դուք միշտ նախատեսված էիք այստեղ լինելու։ Աղավնին ձեռքերով ծածկեց բերանը, արցունքներն ազատորեն հոսելով։ Ամուսինս միշտ ասում էր, որ այդ Աստվածաշունչը փոխել է իր կյանքը։ Որ այն կարդալով է նա հավատ գտել։ Որ դրա շնորհիվ է նա լավ մարդ դարձել։ Նա այն պահել է ամբողջ կյանքում։ Եվ երբ նա հեռացավ, ես այն բերեցի ինձ հետ։ Այն իմ ճամպրուկում է։ Միշտ եղել է։ Եղիան զգաց, թե ինչպես է հողը փախչում իր ոտքերի տակից։ Ուրեմն այս մեկը, որ այստեղ է, իմն է։ Այն, որը ես նվիրաբերել եմ։ Որը ինչ-որ կերպ վերադարձել է։ Նրանք նայեցին միմյանց հասկացան։ Դա պատահականություն չէր։ Երբեք չի եղել։ Աստված էր կազմակերպել ամեն ինչ։ Յուրաքանչյուր մանրուք։ Յուրաքանչյուր հանդիպում։ Յուրաքանչյուր պահ։ Եղիան փոխել էր Նարեի հոր կյանքը, առանց իմանալու, տասնամյակներ առաջ։ Եվ հիմա Նարեն փոխում էր նրա կյանքը։ Դա շրջապտույտ էր։ Սիրո, հավատի քավության կատարյալ շրջան։ Այդ գիշեր երեքը միասին ծնկի իջան խորանի առջ։
Եվ առաջին անգամ աղոթեցին ոչ թե պարզապես որպես ընկերներ, այլ որպես ընտանիք։ Իսկական ընտանիք։ Ընտրված ընտանիք։ Օրհնված ընտանիք։ Եվ Եղիան իմացավ բացարձակ վստահությամբ, որ նա հենց այնտեղ է, որտեղ պետք է լիներ։ Այն վայրում, որտեղ Աստված միշտ ուզել է, որ նա լինի։ Տանը։ Աստվածաշնչի բացահայտումից հետո ամիսները խորը խաղաղություն բերեցին Եղիա Սարգսյանի առանձնատուն։ Կարծես բարդ խճանկարի յուրաքանչյուր կտոր վերջապես գտել էր իր տեղը, բացահայտելով մի պատկեր, որը միշտ այնտեղ էր, սպասելով տեսանելի դառնալուն։ Այն բացահայտումը, որ Եղիան առանց իմանալու տասնամյակներ առաջ շոշափել էր Նարեի հոր կյանքը, ոչ միայն արտասովոր զուգադիպություն էր։ Դա հաստատումն էր, որ գոյություն ունի ավելի մեծ ծրագիր, կապերի անտեսանելի ցանց, որը միավորում է մարդկանց ժամանակի տարածության միջով, առաջնորդվելով մարդկային ըմբռնումից վեր ուժով։ Եղիան հրամայեց շրջանակի մեջ դնել Աստվածաշնչի նվիրատվությունը, այն կախեց աշխատասենյակի պատին, խորանի կողքին։ Ամեն գիշեր, նայելով այդ բառերին, որոնք գրվել էին իր սեփական ձեռքով այդքան տարիներ առաջ, նա հիշում էր, որ բարության յուրաքանչյուր արարք, որքան էլ փոքր լինի, կարող է փոխել կյանքի ընթացքը։ Եվ երբեմն կարող է նույնիսկ փրկել մի հոգի։ Հեղինե Միքայել Սարգսյան հիմնադրամը պաշտոնապես բացվեց շաբաթ օրվա արոտ առավոտյան։ Առանձնատունը, որը տարիներ շարունակ եղել էր լռության մենության դամբարան, այժմ եռում էր կյանքով։ Աշխատողները դատարկ սենյակները վերածել էին հարմարավետ ննջասենյակների, ընդհանուր հանգստի սենյակների, համայնքային գրադարանի, արդյունաբերական խոհանոցի, նույնիսկ փոքրիկ մատուռի։ Այգին, որը նախկինում լքված էր, այժմ ցուցադրում էր կոկիկ ծաղկանոցներ, մանկական խաղահրապարակ, փայտե նստարաններ, որտեղ մարդիկ կարող էին նստել զրուցել։ Աղավնին ստանձնեց տնօրենի դերը, լարվածության վճռականության խառնուրդով։ Նա երբեք այդքան մեծ բան չէր կառավարել, բայց Եղիան լիովին վստահում էր նրան։ Եվ պարոն Տավիթյանի, տիկին Իրինայի կամավորների փոքր թիմի աջակցությամբ նա սկսեց հասկանալ, որ ավելի ընդունակ է, քան պատկերացնում էր։ Նարեն, այժմ 7 տարեկան, դարձավ հիմնադրամի ոչ պաշտոնական թալիսմանը։ Նա յուրաքանչյուր նոր բնակչի դիմավորում էր լայն ժպիտով, ամփոփող, հատուկ նրանց համար արված նկարով։ Նրա նկարները շարունակում էին պարզ լինել, առներ, սրտեր, տներ, ձեռք-ձեռքի բռնած ընտանիքներ։ Բայց յուրաքանչյուրը այնքան սեր էր կրում, որ մարդիկ դրանք պահում էին որպես գանձեր։ Առաջին ընտանիքները, որոնք ժամանեցին, խնամքով ընտրվեցին։ Միայնակ մայր երկու փոքր երեխաների հետ, որը կորցրել էր աշխատանքն ու տունը։ Այրի մի պարոն, որը գնալու տեղ չուներ բնակարանից վտարվելուց հետո։ Հղի մի երիտասարդ աղջիկ, որին ընտանիքը տնից դուրս էր հանել։ Յուրաքանչյուրը բերում էր իր ցավի, կորստի, կոտրվածության պատմությունը։ Եվ յուրաքանչյուրը գտնում էր Հեղինե Միքայել հիմնադրամում նորից սկսելու հնարավորություն։ Եղիան այլս այնքան ներկա չէր ընկերության ամենօրյա գործունեության մեջ։ Նա պատասխանատվությունների մեծ մասը պատվիրակել էր վստահելի գործադիրներին, սկսել էր իր ժամանակը նվիրել հիմնադրամին։ Նա զրուցում էր բնակիչների հետ, լսում նրանց պատմությունները, աղոթում նրանց հետ, ովքեր խնդրում էին, ազատ ժամերին շարունակում էր գրել աղոթքների օրագրում։ Էջերն այժմ լի էին ոչ միայն իր սեփական խոսքերով, այլ Նարեի, աղավնու, նույնիսկ հիմնադրամի որոշ բնակիչների կողմից գրված փոքրիկ նախադասություններով։ Դա հավատի, հույսի վերափոխման հավաքական արձանագրություն էր։ Մի կեսօր, երբ Եղիան աշխատասենյակում որոշ փաստաթղթեր էր կարգի բերում, տիկին Իրինան թակեց դուռը անհանգիստ արտահայտությամբ։ Պարոն Սարգսյան, դռան մոտ մարդ կա։ Ասում է, պետք է խոսի ձեզ հետ։ Շտապ է։ Եղիան ճակատը կիտեց։ Ո՞վ է։ Նա ներկայացավ որպես Սոֆիա Սարգսյան։ Ասում է, ձեր զարմուհին է։ Եղիան զգաց, թե ինչպես է արյունը սառչում։ Սոֆիա։ Ռուբենի դուստրը։ Նա նրան չէր տեսել այն օրվանից, երբ նա փոքր երեխա էր։ Դա նախքան ամեն ինչի փլուզումն էր, նախքան դավաճանությունները, նախքան խզումը։ Թող ներս գա, ասաց նա, զգուշավոր։ Րոպեներ անց, 20-ից մի փոքր անց մի երիտասարդ աղջիկ մտավ աշխատասենյակ։ Նա ուներ երկար շագանակագույն մազեր, Ռուբենի նման մուգ աչքեր, բայց նրա մեջ մի բան այլ էր։ Մի փափուկ բան։ Նա լարված էր թվում, բայց վճռական։ Քերի Եղիա, ասաց նա, դողացող ձայնով։ Շնորհակալ եմ, որ ընդունեցիք ինձ։ Եղիան ուշադրությամբ դիտում էր նրան։ Սոֆիա։
Դու մեծացել ես։ Մեծացել եմ։ Ավելի քան 10 տարի է, ինչ իրար չենք տեսել։ Եվ ի՞նչն է քեզ այստեղ բերել։ Հա, իր թե քեզ ուղարկել։ Սոֆյան արագորեն գլուխը թափահարեց։ Ոչ։ Հայրս չգիտի, որ ես այստեղ եմ։ Իրականում, նա ինձ արգելել է ձեզ փնտրել։ Բայց ես պետք է գայի։ Պետք է ներողություն խնդրեի։ Եղիան հոնքերը բարձրացրեց։ Ներողություն։ Սոֆյան նստեց նրա առաջարկած աթոռին, ձեռքերը թեթակի դողալով։ Նրա համար, ինչ արել են հայրս ու հորեղբայրս։ Ես ամեն ինչ գիտեմ։ Գիտեմ ձեզ անգործունակ հայտարարելու փորձի մասին։ Գիտեմ Աստվածաշնչով կազմակերպած խարդախության մասին։ Գիտեմ, որ նրանք ձերբակալվել են։ Եվ ես այնքան ամաչում եմ։ Եղիան լուռ մնաց, պարզապես դիտելով։ Ես մեծացել եմ, լսելով, թե ինչպես է հայրս ձեզնից վատ խոսում։ Նա միշտ ասում էր, որ դուք եսասեր եք, որ մոռացել եք ընտանիքին, որ ոչ ոքի մասին չեք մտածում։ Բայց երբ մեծացա, սկսեցի իմ սեփական հարցերը տալ։ Խոսեցի մարդկանց հետ, ովքեր ձեզ ճանաչում էին։ Կարդացի հին նորություններ։ Եվ պարզեցի ճշմարտությունը։ Պարզեցի, որ հայրս ու հորեղբայրս փորձել են գողանալ ձեր ընկերությունը։ Պարզեցի, որ նրանք ստել են, շահարկել, դավաճանել։ Նա սրբեց հոսող արցունքը։ Եվ պարզեցի, որ դուք լիովին իրավունք ունեիք նրանց ձեր կյանքից հանելու։ Եղիան հոգոց հանեց։ Սոֆյա, դու պետք չէ ներողություն խնդրես հորդ սխալների համար։ Դու մեղավոր չես նրա արածի համար։ Գիտեմ։ Բայց ես պետք է, որ դուք իմանաք, որ ընտանիքում ոչ բոլորն են նրանց նման։ Ես չեմ ուզում հորս նման լինել։ Ես ուզում եմ տարբեր լինել։ Եղիան զգաց, թե ինչպես մի բան շարժվեց իր ներսում։ Այդ երիտասարդ աղջիկը, որ նստած էր իր դիմաց, կրում էր իրեն դավաճանած եղբայրների արյունը։ Բայց նա հույս էր կրում։ Փոփոխության հնարավորություն էր կրում։ Ինչ ես ուզում, Սոֆյա։ Նա խորը շունչ քաշեց։ Ես ուզում եմ այստեղ աշխատել։ Հիմնադրամում։ Ես ավարտել եմ սոցիալական աշխատանքի բաժինը։ Ես ուզում եմ օգնել մարդկանց։ Եվ երբ իմացա Հեղինե Միքայել հիմնադրամի մասին, իմացա, որ հենց այստեղ պետք է լինեմ։ Ոչ թե Սարգսյան անվան համար, այլ որովհետև սա ճիշտ վայրն է։ Եղիան երկար պահ նայեց նրան։ Եվ հետո մի բան, որ նա երբեք չէր մտածել, որ կանի, նա ժպտաց։ Դու ընդունված ես։ Սոֆյան աչքերը լայն բացեց։ Լուրջ։ Լուրջ։ Բայց ոչ ազգանվան պատճառով։ Որովհետև ես հավատում եմ երկրորդ հնարավորություններին։ Եվ որովհետև դու քաջություն ունեցար գալ այստեղ պատասխանատվություն ստանձնել մի բանի համար, որը քո մեղքը չէր։ Դա բնավորություն է ցույց տալիս։ Սոֆյան սկսեց լաց լինել։ Շնորհակալ եմ, քեռի Եղիա։ Շատ շնորհակալ եմ։ Հաջորդող ամիսներին Սոֆյան դարձավ հիմնադրամի անբաժանելի մասը։ Նա անխոնջ աշխատում էր, օգնելով բնակիչներին գտնել աշխատանք, լուծել բյուրոկրատական հարցեր, վերակառուցել իրենց կյանքը։ Եվ կամաց-կամաց նա դարձավ առանձնատանը ձևավորված իմպրովիզացված ընտանիքի մասը։ Աղավնին նրան ընդունեց որպես կրտսեր քույր։ Նարեն նրան անվանում էր Սոֆյա հորաքույր։ Եվ Եղիան բացահայտեց, որ նույնիսկ եղբայրների պատճառած այդքան ցավից հետո դեռ հնարավոր է քավություն գտնել նոր սերնդի մեջ։ Հիմնադրամը աճում էր։ Ավելի շատ ընտանիքներ էին գալիս։ Ավելի շատ կյանքեր էին վերափոխվում։ Եվ Եղիան հասկանում էր, որ առանձնատունը, որը նախկինում իր հարստության մենության խորհրդանիշն էր, այժմ շատ ավելի մեծ բանի խորհրդանիշ էր, անպայմանական սիրո։ Բայց ժամանակը, դաժան անխուսափելի, շարունակում էր անցնել։ Եղիան սկսեց զգալ տարիքի ծանրությունը։ Նրա զբոսանքները այգում դանդաղեցին։ Նրա աղոթքի գիշերները ավելի երկար։ Պարոն Տավիթյանը նրան խորհուրդ տվեց հետազոտություններ անցնել, ավելի շատ հանգստանալ, հոգ տանել առողջության մասին։ Եղիան համաձայնում էր, բայց խորքում գիտեր։ Գիտեր, որ մարմինը հոգնած է։ Գիտեր, որ ճանապարհորդությունը մոտենում է ավարտին։ Նա վախ չուներ։ Այլս։ Որովհետև գիտեր, որ ժառանգություն է թողել։ Ոչ թե փողի կամ գույքի, այլ սիրո։
Եվ գիտեր, որ երբ հեռանա, մենակ չի լինի։ Շրջապատված կլինի մարդկանցով, ովքեր իրեն իսկապես սիրում են։ Ձմռան մի հատկապես ցուրտ գիշեր, Եղիան սուր ցավ զգաց կրծքավանդակում։ Նա աշխատասենյակում էր, օրագրում գրելիս, երբ ամեն ինչ մտնեց։ Աղավնին նրան գտավ հատակին ուշաթափված անմիջապես շտապ օգնություն կանչեց։ Նրան շտապ տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ բժիշկները հաստատեցին, որ նա սրտի կաթված է տարել։ Ոչ այնքան լուրջ, որ մահացու լինի, բայց բավականաչափ լուրջ, որպես նախազգուշացում ծառայելու համար։ Երբ Եղիան արթնացավ, տեսավ աղավնուն, Նարեին, Սոֆիային, տիկին Իրինային իր մահճակալի շուրջ։ Բոլորը անհանգստությունից արցունքներից նշմարված դեմքերով։ Ես լավ եմ, ասաց նա, թույլ, բայց հաստատուն ձայնով։ Մի լացեք։ Մենք այնքան վախեցանք, շշնջաց աղավնին, բռնելով նրա ձեռքը։ Մենք չենք կարող քեզ կորցնել, Եղիա։ Եղիան ժպտաց։ Դուք ինձ չեք կորցնի։ Ես դեռ այստեղ եմ։ Բայց նույնիսկ երբ ես այլս չլինեմ, դուք լավ կլինեք։ Որովհետ դուք ուժեղ եք։ Եվ որովհետ դուք իրար ունեք։ Նարեն զգուշորեն բարձրացավ մահճակալի վրա, գլուխը դրեց նրա կրծքին։ Քեռի Եղիա, դուք պետք է մնաք։ Մենք դեռ ձեր կարիքն ունենք։ Եղիան շոյեց նրա մազերը։ Ես կմնամ այնքան, որքան Աստված կկամենա, փոքրիկս։ Բայց երբ ժամանակը գա, դու չպետք է տխրես։ Դու պետք է շարունակես նկարել քո առները։ Պետք է շարունակես մարդկանց հիշեցնել, որ միշտ լույս կա։ Բժիշկները մի քանի օր անց դուրս գրեցին Եղիային, բայց խիստ հանձնարարականներով։ Նա պետք է դանդաղեցներ տեմպը, խուսափեր սթրեսից, ավելի լավ հոգ տաներ իր մասին։ Եղիան համաձայնեց։ Եվ կյանքում առաջին անգամ իսկապես հետեց բժշկական խորհուրդներին։ Նա ավելի շատ ժամանակ էր անցկացնում Նարեի հետ, պատմություններ կարդալով, նրա աղոթքները լսելով, նրան աշխարհի մասին բաներ սովորեցնելով։ Ավելի շատ ժամանակ էր անցկացնում աղավնու հետ, խոսելով կյանքի, հավատի, հույսի մասին։ Ավելի շատ ժամանակ էր անցկացնում հիմնադրամում, ոչ թե աշխատելով, այլ պարզապես ներկա լինելով։ Դիտելով։ Վկայելով այն վերափոխումը, որ ստեղծել էր իր հավատի արարքը։ Եվ ամեն գիշեր, քնելուց առաջ, գրում էր օրագրում։ Պարզ բառեր։ Երախտագիտության բառեր։ Շնորհակալ եմ, Տեր, մեկ օրվա համար։ Նարեիս մեկ ժպիտի համար։ Աղավնու հետ մեկ զրույցի համար։ Հիմնադրամում վերափոխված մեկ կյանքի համար։ Ես սրանցից ոչ մեկին արժանի չէի։ Բայց դու ինձ տվեցիր մի նույնը։ 2 տարի անցավ։ Հեղինե Միքայել հիմնադրամն արդեն օգնել էր տասնյակ ընտանիքների նորից սկսել։ Ոմանք դեռ այնտեղ էին ապրում։ Մյուսներն արդեն գտել էին իրենց սեփական ճանապարհները։ Բայց բոլորը իրենց հետ կրում էին այն դասը, որ սովորել էին առանձնատանը, որ սերը բուժում է։ Որ հավատը վերափոխում է։ Որ ոչ ոք այնքան կոտրված չէ, որ չի կարող վերականգնվել։ Եղիան, այժմ 66 տարեկան, զգում էր, որ իր ժամանակը սպառվում է։ Դա վախի զգացում չէր։ Հանգիստ վստահություն էր։ Նա կանչեց պարոն Տավիթյանին, մեկ անգամ թարմացրեց իր կտակը։ Հստակ հրահանգներ թողեց հիմնադրամի վերաբերյալ։ Անձնական նամակներ թողեց աղավնուն, Նարեին, Սոֆիային, տիկին Իրինային։ Եվ վերջին խնդրանք թողեց աղոթքների օրագրում։ Երբեք թույլ մի տվեք, որ որը մեկն այստեղ միայնակ աղոթի։ Գարնան մի առավոտ, Եղիան չարթնացավ նախաճաշի։ Աղավնին բարձրացավ նրա սենյակ, գտավ նրան պառկած մահճակալին, ձեռքերը խաչած կրծքին, բացարձակ խաղաղության արտահայտություն դեմքին։ Նա հեռացել էր քնի մեջ։ Լուր։ Առանց ցավի։ Շրջապատված իր կառուցած սիրով։ Աղավնին ծնկի իջավ մահճակալի կողքին, արցունքներն անվերահսկելիորեն հոսելով։ Բայց ցավի մեջ նա մի բան զգաց։ Ներկայություն։ Խաղաղություն։ Եվ իմացավ, որ Եղիան լավ է։ Նա վերջապես վերամիավորվել էր Հեղինեի Միքայելի հետ։ Նա տանն էր։ Իսկական։ Տանը։ Հուղարկավորությունը պարզ էր, ինչպես Եղիան խնդրել էր։ Շքեղություն չկար։ Միայն մարդիկ, ովքեր իրեն իսկապես սիրում էին։ Աղավնին, Նարեն, Սոֆիան, տիկին Իրինան, հիմնադրամի բնակիչները, ընկերության որոշ հավատարիմ աշխատակիցներ։
Եվ բոլորը առանց բացառության կիսվեցին պատմություններով, թե ինչպես է Եղիան շոշափել իրենց կյանքը, թե ինչպես է նա փոխվել, թե ինչպես է նա սովորել սիրել։ Նարէն, այժմ 9 տարեկան, արարողության ժամանակ մի հատված կարդաց աղոթքների օրագրից։ Նրա ձայնը հաստատուն էր, պարզ, սիրով լի։ Այսօր Նարեն ինձ սովորեցրեց, որ հավատը պահելու բան չէ, այն կիսելու բան է։ Եվ ես չափազանց շատ տարիներ եմ անցկացրել այս տանը փակված, միայնակ աղոթելով, հավատալով, որ դա ինձ ուժեղ է դարձնում։ Բայց դա ինձ միայն դատարկ դարձրեց։ Շնորհակալ եմ, Տեր, որ հրեշտակներ ուղարկեցիր կոտրված կնոջ լուռ երեխայի տեսքով։ Նրանք ինձ փրկեցին։ Մատուռում չոր աչքեր չմնացին։ Եղիան թաղվեց Հեղինեի Միքայելի կողքին, ընտանեկան դամբարանում։ Բայց նրա ոգին, նրա էությունը, կենդանի մնաց հիմնադրամում։ Կենդանի մնաց յուրաքանչյուր վերափոխված կյանքում։ Կենդանի մնաց աղոթքների օրագրում, որը շարունակվեց գրվել բոլորի կողմից, ովքեր անցնում էին առանձնատան միջով։ Աղավնին լիովին ստանձնեց հիմնադրամի ղեկավարումը։ Սոֆյան դարձավ նրա աջ ձեռքը։ Եվ Նարեն մեծացավ այնտեղ, շրջապատված սիրով, հավատով, հաղթահարման օրինակներով։ Նա երբեք չմոռացավ այն մարդուն, որը նրան սովորեցրեց, որ լռությունը կարող է հզոր լինել, բայց կիսված սերն էլ ավելի։ Տարիներն անցան։ Հեղինե Միքայել, հիմնադրամն ընդլայնվեց։ Մասնաճյուղեր բացեց այլ քաղաքներում։ Օգնեց հարյուրավոր, հետո հազարավոր մարդկանց։ Եվ ամեն ինչ սկսվեց մի պարզ արարքից, միայնակ մի մարդ, որը համաձայնեց կիսել իր աղոթքը մի երեխայի հետ։ Եղիայի հեռանալուց 20 տարի անց Նարեն, այժմ հասուն կին, աշխատում էր որպես հիմնադրամի մանկավարժական համակարգող։ Նա ավարտել էր հոգեբանության բաժինը, մասնագիտանալով մանկական տրավմայի մեջ։ Եվ ամեն օր օգտագործում էր իր փորձառությունները, օգնելու այլ երեխաների, ովքեր, ինչպես ինքը մի ժամանակ, կորցրել էին իրենց ձայնը։ Անձրոտ մի առավոտ, մի կին թակեց հիմնադրամի դարպասը։ Նա թրջված էր, հին ճամպրուկ էր կրում, բռնել էր փոքրիկ աղջկա ձեռքը, վախեցած աչքերով։ «Խնդրում եմ», ասաց կինը, հուսահատ ձայնով։ «Ինձ օգնություն է պետք։ Այլս գնալու տեղ չունեմ»։ Նարեն նայեց տեսարանին։ Եվ դեժավյուի ալիք զգաց։ Նա հիշեց իր մորը, այդքան տարիներ առաջ, որ թակում էր Եղիայի առանձնատան դուռը։ Հիշեց վախը, անորոշությունը։ Եվ հիշեց, թե ինչպես ամեն ինչ փոխվեց, երբ մեկը որոշեց բացել դուռը։ Նա ժպտաց, ձեռքը մեկնեց աղջնակին, ասաց հենց այն բառերը, որոնք Եղիան ասել էր իրեն, այդքան երկար ժամանակ առաջ. «Կարող եք ներս մտնել։ Եվ կարող եք մնալ»։ Կինը սկսեց լաց լինել թեթացումից։ Աղջիկը նայեց Նարեին այդ մեծ աչքերով, Նարեն նրանց մեջ տեսավ այն, ինչ Եղիան տեսել էր իր մեջ, հույս, փխրունություն և թաքնված ուժ։ Նարեն երկուսին ներս տարավ։ Ցույց տվեց իրենց պատրաստած սենյակը։ Տաք ուտելիք առաջարկեց։ Եվ, դուրս գալուց առաջ, մահճակալի վրա նկար թողեց։ Այն պարզ էր։ Ար, սիրտ, և 3 հոգի ձեռք ձեռքի բռնած։ «Բարի գալուստ տուն», ասաց նա։ Եվ այդ գիշեր, երկար ժամանակվա մեջ առաջին անգամ, վախեցած ժամանած աղջիկը ժպտաց։ Որովհետև նա հասկացավ, նույնիսկ առանց բառերի, որ այստեղ ապահով վայր է։ Նոր սկզբի վայր։ Մի վայր, որտեղ աղոթքները միայնակ չեն արվում։ Եղիա Սարգսյանի պատմությունը չավարտվեց նրա հեռանալով։ Այն պարզապես սկսեց բազմապատկվել։ Յուրաքանչյուր կյանք, որին նա դիպավ, դարձավ նոր պատմություն։ Յուրաքանչյուր մարդ, որն անցավ հիմնադրամի միջով, իր հետ տարավ այն դասը, որ նա սովորեց շատ ուշ, բայց սովորեց լիովին, ով միայնակ է աղոթում, կարող է գոյատել, բայց ով միասին է աղոթում, սովորում է ապրել։ Եվ մինչ դրսում անձր էր գալիս, առանձնատան ներսում, որն այլս դամբարան չէր, այլ սիրո սրբավայր, մարդիկ հավաքվում էին գիշերային աղոթքի։ Երիտասարդներ, ծերեր, հարուստներ, աղքատներ, կոտրվածներ, վերականգնվածներ։ Եվ միասին, ձեռք ձեռքի բռնած, խոսում էին Աստծո հետ։ Ոչ թե վախով, ոչ թե մենությամբ, այլ հավատով, հույսով, սիրով։ Եղիա Սարգսյանի առանձնատունը դարձել էր հենց այն, ինչ նա միշտ ուզել էր, որ լինի։ Տուն։ Ոչ միայն իր համար, այլ բոլորի համար։
Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Եղիա Սարգսյանի, Աղավնու Նարեի պատմությունը խորապես հուզեց ձեր սրտերը։ Եթե դուք տպավորված եք հավատի, քավության անպայմանական սիրո այս ճանապարհորդությամբ, դրեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե որ պահն է ձեզ ամենաշատը տպավորել։ Ամեն օր մենք ներկայացնում ենք այսպիսի հուզիչ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը, մեզ հիշեցնում, որ երբեք ուշ չէ նորից սկսելու համար։ Սպասում ենք ձեզ հաջորդ թողարկմանը։